Բայց լուրջ ես միկրոֆոնը միացած չի։ Միացած է, հեսա քոնը։ Էդի Արամինն էր։ Այս Արամինն է։ Մենք վերադասանք։ Մենք իրականում թվում է ասենց մենք մի շաբաթ անցել է, բայց Բագրատի այդ հաղորդումը 3 էր, սթրիմը 2 օր առաջ էր։ Մի ասա տենց ներքին բաները։ Խի։ Yes. Ինչ։ Всё, մարդիկ հիմա մտածում պատվիսկա են տալի։ Այսօր այս շաբաթ 3-րդ նկարանուններ, տենց ստացվեց լոգիստիկ, որ մենք շաբաթ 3 հատ բան ենք նկարել, то есть 3 Բագրատի հետ ենք նկարում, 2 օր առաջ մեր մոտ live-ներ, 2 օր առաջ մեր մոտ stand-up-ներ, Արմեն Կամիդիի, որտեղ մենք ռազագրև էինք անում լիքը, դեպքեր, դու սառացնում էիր։ If you know, you know։ Ես բուրգեր եմ ուզում, ես կամ բան եմ անում, բեյտ եմ անում։ В общем, այս վերջի ժամանակում մեր մոտ շատ թույն հաղորդումներ են այս Արամի հետ, նենց կայֆ էինք խոսում գրականությունից, вообще ոնց որ այդ Բագրատի հետ խաղերից էինք տենց լրվել, տենց տեղել գրականությունից, իմ սիրած թեմաներից, ու Արամները անverջ կարա դրա մասին խոսա, то есть Արամի մասին, եթե ինչ-որ բան մարդիկ ընդհանուր տենց բոլորը ընդունում են, դա նա, որ ինքը գրականության մեջ մարդ է, էլի, որ հասկանում է ամեն տեղից, չէր ուզում ասել գրականության մեջ գելա, ասել մարդ Տակիր է, հա։ Տիպը նո ջոգեմ վրա։ Բաներ, ես իր գրքերը, короче, ինձ անժան է խորհուրդ տվել, նույն ձև ոնց որ Աշոտ Ստեփանյանի հետ, ու ես վերցեցի գնացի արա, բան այդ պատմում էի միջև նկարանում, գնացել եմ գրախանութ, բան Մեգամոլում, մի հատ փոքր կրպակ է գրքերի։ Անկել եմ ասում Արամ Ավետիս ունեք։ Ալի խաղանք էլի այդ տեսա։ Մեկ էս աղջիկը ոնց Արամ Ավետիս, վայ, ինչ լավ է, բան, հա ունենք, բայց նույնց է ոգեորվել։ Ասում ապեսանալ պատրաստ եք իրան կարդալու, ասում դե նույնց կարդացել եմ տարբեր բան, ասում չէ դուք պատրաստ չեք, ես որ կարդաք, դա հետ եկեք ինձ պատմեք ձեզ ոնց էր բան։ Ոբշե մտած գնացի կարդացի, տենց մի երկու կարդացի փոքր գիրքեր, կարդացի պրծա Սենց կարդացի պրծա մտածում արա դες չեմ սիրում էլի սենց պրետենցիոզ տենց բան շատ ֆորմալ գրականությունա որտեղ ինքը սենց ֆորմա է տախում լեզվի է տախում բայց ես ոչ բան չեմ հասկանում իրանից էլի սենց կարդում չգիտեմ ինչի մասին է գիրքը պատկերացում չունեմ ոչմ ասացի սենց փագեցի գիրքը ասացի всё այս գրողի հետ ես պրծա էլ երբեք չեմ անում ինձ թազա գիրքը պետք մտնում եմ գրախանութ ասում Արամատիսի ինչ գիրք ունեք ու մի հատ նորից եմ անում ու ստորիում տենց է գրում եմ ինքն է շեյր արեց տենց նենց սկսեց ծաղուտությունը էր ու բանա կստати երևի Արամը մեր ամենա տենց հաճախ mention լնող բան հյուրերից որ այնքան ենք յանունը բան ասել համարյա բոլոր ոդկասթների մեջ որ խոսացել ենք իր հետ լիքը շփվել ենք բան բայց Պալյուբոմը մի օր պետք է լիներ էլի մեր։ Ոչ իմ հա, այդ կտենակ շատ դուշնի գրականության մասին խոսակցություններ, ոնց որ դուք սիրում եք, եթե դուք էս նայում եք, դուք հավանաբար գիտեք ով է ինքը ու սիրում եք իրան։ Так что անցնենք մյուս մասերին, մենք գտնվում ենք Spin Production-ում, որը մեր համար անում է ամեն ինչ։ Spin Production-ի 10 պավիլյոններից մեկում։ 10 պավիլյոնից մեկում, հա, ինքը մեր համար անում է ամեն ինչ, մենք իրաց համար համարյա ոչ մի բան։ Եկա որ գալիս դերվերին ազդում ենք, գնում ենք։ Դա համար դուք կարող բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, գրեք comment, դնեք like ու ամենակարևորը մեր Patreon-ին հետևեք, մեր Patreon-ին հետևեք, հա, մենք ընդ արդեն սկսել ենք լիքը content տեղադրել, այ կրկնում եմ link-ը ուղարկեք ձեր ծանոթներին, ով սիրում է գրականություն, ով չի սիրում Արամ Ավետիսին կամ սիրում Արամ Ավետիսին իրանց ուղարկեք, թող նայեն, այդ link ուղարկելը մեխանիկական կարևորություն ունի, էլի որ YouTube-ը այդ ռեգիստր անում որպես հետաքրքրվածություն։ Կոմենտներ գրեք շատ այդ մեզ։ Կոմենտներ գրեք, հա, բան, տենց գրեք այս կոմենտը այս վիդեոն առաջ տանելու համար։ Օրինակ ինչ կասեք Աշոտի մասին։ Հետո գնացեք բան, Spin-ի ուրիշ պոդքասթների տակ գրեք երբ առնելու մյուս աղբոր պես։ Հա, գրեք որ աղբոր պես եք եկել։ Գնացեք Դավիթ Մեժլովյանի պոդքասթի տակ գրեք աղբոր պես ավելի լավն է։ Բանը Դավոյի պոդքասթի մեջ էլ։ Բանը դոկտոր Դավիթ պոդքասթ։ Agad դոկտոր Դավիթ տակ գրեք բանը։ Նվերը ավելի խնդալու է։ Հա, լավ ռազագրև չարից իրարում կոմենտին։ Ոչ դուք գիտեք ինչ արեք։ Աղբորպես նվեր Telegram-յան ալիքին եթե բաժանորդագրվեք, արդեն վաղուց պետք է բաժանորդագրված լինեիք, որտեղ կիմանաք ովքեր են մեր հյուրերը, այտենց լիքը բան կիմանաք։ Կարակ ինչ որ հարցեր այդ երևի միակ տեղն է որտեղ դուք կարող հարցեր առաջարկեք ու նվերը իրոք ժամանակ հիշում է այդ հարցերը, բայց խոսք չեմ կարող տամ որ ինքը ճիշտ է հիշելու ձեր հարցը։ Կարող է սխալ ցիտել։ Հավանաբար սխալ է ցիտելու։ Անին հարցնի, ասեմ Մարգարիտան հարցնում էր։ Շատ մոտիկ ինչ որ բան կլինի, նմանեցնող։ Всё, դե գնացեք նայեք, մերսի։
Բայց վերջերս որ գնացել էի Վագայնկովսկի, ես իմ Սիմսի ազգերողների գերեզմանին գնացի Գորինի գերեզմանին էլ գնացի։ Գնում ենք։ Շարունակի։ Բաններ, ուրեմն էս շատ ակիա որ ես Գորինի հենց պիեսն եմ կարդացել Մյունխհաուզենին։ Ինքը սկսում է նրանից Հա, ինքը սկսում է նրանից որ Մյունխհաուզենը այդ ախոյտիկների հետ նստած պատմում է, ոնց որ է ֆիլմում, բայց ֆիլմում ինքը մի քիչ առաջ տված է ու սկսում է այն ֆրազայից, որ ինքը ասում է «И это еще не всё»։ Ու ես միջև իմ մտածում որ դա լավագույն սկիզբն է կինոյի։ Դե Ժակոբս ինքը սկսում է կինոն ու ինքը ասում է «Էդ հələ վերջը չի»։ Ու հետո սկսում է Մյունխհաուզենը, Ժակոբս ինչ լավ բան էր, ռեժիսորի արդեն բաններ էլի, տիպը սցենարի։ Եվ այլն, Եվ այլն, հա։ Այդ երևի կպնում է բանին, այդ որ միջև այդ կար Մյունխհաուզենը, բայց դա հələ ամենը չէր, էլի, ու ինքը ոնց որ եւ վերսիան է, էլի բերում։ Հա, այդ Գորինի պիեսաները հումորի առումով այդ ցաղ բանը, обыкновенное чудо, բան Убийц дракон։ Убийц дракոնը մի քիչ վատ է հնացել, որտեղ շատ քաղաքականներ, շատ ակտուալի մասին էր։ Ինքը շատ լավ դրամատուրգ է իրականում, հա։ Այդ որ բանը ասում սկպնում է բանին, հիշեցի, որ այս վերջերս ուրեմն Սելինի մասին մի գիրք էր տպագրվել ու իր ամենահայտնի ֆրանսիացի գրող, հա, քոսրած գրողներից որ ասում ես։ Իսկ ինքը ինչ ոչի գրող է։ Մի քիչ բան կրթի էլի ինձ ընթացքում։ Ֆրանսիացի գրողը, ասեն շատ բան է էլի, ինձ մարդատյաց երևույթ է ու երկու համաշխարհային պատերազմների մասին է գրում ու ինքը երկու համաշխարհային անցել է, բայց իր բանը հերոսները բան չեն, ռոմանտիկացված տենց կերպարներ չեն, որ բան իրանք տենց Չէ, լրիվ այնց պատերազմի մասին շատ ավելի շատ ոնց որ բանն է, էլի, փախնողի տեսանկյունից այդ պատերազմը, ոչ թե ռոմանտիկա չկա առհասարակ դրա մեջ։ Ռեալիզմը ավելի շատ էլի։ Ռեալիզմը, բայց այնց ավելի ցինիկ ու հանճարեղ։ Բանը ու հիշում եմ, որ ես վերջերս ուրեմն այդ գիրք էր տպագրվել իր մասին, ու այնտեղ գրած էր, որ Սելինը հայտնի դղյակից դղյակը գրքի հեղինակն է, ասում եմ գիրք ունի երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ու բանը գրողները, քանի որ Սելին շատ են սիրում, այնց ցինիկ գտել էին, որ դա բանն է, այդ Կաֆկայի դղյակի շարունակությունն է։ Դղյակից դղյակ, իբր երկրորդ մասն է, ու տրիլոգիա է, էլի, դա առաջինը Կաֆկան է գրել, բայց ոչ կապ չունի, էլի։ Ուզեմ ասեմ, այդ որ ասեցիր, это еще не всё, այդ բանից է, էլի գալի է։ Բանա, ես որ ասում եմ մի տարի քո մասին մտածում էի, որ բան խոսում ենք ընդ որ տիպը ռոմանտիկա հնչում։ Չէ, բայց լուրջ, որովհետև նայ, ես խնդիր ունեմ քո գրականության, ոչ թե ավանգարդ ստիլի հետ ես խնդիր ունեմ, որովհետև ես բաղադրության մարդ եմ։ Յոգմես ու ես գնահատում եմ խոսքի դադայի սրամտությունը կամ ինչ որ տենց ես օրինակ մտածում եի քեզ ում հետ համեմատեմ, ես մտածում էի էլի մարդա, որի մասին ես ավելի շատ իր մասին գիտեմ, քան թե իր ստեղծագործունի, բանը Կուրտ Շվիտերսը, գիտես իրան։ Ոչ չգիտեմ։ Այ իր հետ ես շատ նմանություն եմ տենում, ինչ որ մոտեցման հարց է, այդ կալաժի մոտեցումը, այդ իր Ես նույնիսկ կներես ընդհատեցի ամպուտացված ամպերում Շվիտերսին նվիրված գլուխ ունեմ այստեղ։ Ոչ հիշում, բայց չէ, որտեվ ես ավելի ուշ եմ իր մասին իմացել, քան թե կարծեմ վերջերս եմ իր մասին իմացել։ Ես իր մասին այնտեղ գլուխ ունեմ, որտեվ նա տրկա վերանթրձեմ, հա։ Որ ասում այն ինչ որ ես ասում կթքեմ, ասում դա կլինի արվեստ, որովհետև ես արվեստագետ եմ։ Դա ամենահայտնի բաներից է, էլի, Շվիտերսի, դա ինքը նաև այդ կոլաժները, որ բաները, որ անում էր, այնտեղ ունեմ իր հետ կապված sense բառախաղային բան ունեմ։ Հենց դա որ ինքն էլ լեզվի է, ինքը հենց դա էր, էլի, որ ինքը լեզվի է աշխատում։ Ոնց որ դու ոչ թե օգտագործում ես լեզուն որպես միջոց, քո ոնց որ մատերիալը հենց լեզուն է։ Ու ես գնահատում եմ սրամտությունը դրա, բայց ես կարամ սահմանափակ քանակով է տնկալեմ, էլի, իմ համար ինքը ավելի շատ ոգեշնչման աղբյուր է, քան թե ես կարամ գնահատեմ իրան ճիշտ, էլի, որովհետև համել այդ մեծ կրթություն է պահանջում, որ դու միջև վերջ ընկալես ինչ է արվում, ստե, հա, ռեֆերենսները, խոսքի ես, երբ որ կարդում եմ, ես չգիտեի Շվիտերսով, չէի կարող այդ ռեֆերենսը հասկանալ, բայց դա լավ ռեֆերենս է, էլի։ Դա ինքը օրինակ այնտեղ բան ունի, եթե չեմ ցույց թերթի անունը, թե մերց էր կոչվում։ Մերց ժանրը, հա։ Ինքը վերցած է կոմերցիա բառից, հա, իսկ իմ մոտ բան ամպուտացված ամպերում իր մերցը հենց մերցնելու մասին է խոսքը։ Իսկ կոմերցիան որպես մահ
այն ինչ որ հիմա ցավոք սրտի տարածված է, էլի, Իմ մենք խոսքի խոսում ենք, բանն էլի, էր։ բան։ Իմ խնդիրը ամեն ինչի իմ մասին։ խնդիրը այս մոտեցման հետ ավանգարդ, հա, որը ես լրիվ հանգարցս է բան է, այդքան քաղքենի չենք էլի, ես հասկանում եմ, որ ինքը պետքա գոյություն ունենա, ինքը շատ կարևոր ուղղություն է, բանը դեկոնստրուկցիան, ամեն ինչ ես սա Դու հանգիստ կարաս քաղաքենի Բայց- լինես, ավելի քաղաքենի քան մեր հասարակությունը դժվար կոմոստացի Չէ, ոչ, ես հասարակության մաս եմ, ես ժողովրդի ծոցից վելած քաղաքենիություն ունեմ։ Բաներ, հա, չէ, ուզում ասեմ իմ խնդիրը գիտես ինչն է, որ ես քո գրքերի մեջ խոցելություն չեմ տանում ոչ միտեղ։ Դու պաշտպանված ես քո ինտելեկտի շերտով։ Ես ոչ մի տեղից չեմ կարող կպնեմ։ Հենց կպնեմ, դա ավելի շատ ես ինձ եմ խփում։ Միգուցե հենց դա է խոցը։ Կարող է, հա, կարող որ դու վախում ես խոցել իրես։ Հա, չէ, այսինքն հենց դրա մեջ է խոցելությունը, որովհետև չգիտեմ, ինձ թվում է գրքերից մեջ ես որ կարդում եմ իրենց որպես ընթերցող, Հա։ իրենց մեջ ես տեսնում եմ խոցելությունը։ Բայց դու կարող ես կարդաս որպես ընթերցող։ Իմ Քո գրքերը, գրքերը, հա։ աշխատում եմ շատ չկարդամ, բայց ես առասարակ այն ինչ որ գրում եմ, հետո վերադառնում եմ որ կարդամ, իմ համար բան է, մի տեսակ տենց ինչ որ հա, էլի, դից արդեն ոնց որ անցած է ու ինձ հետաքրքիր չի ու ամեն անգամ այն ինչ որ դու ասում ես այդ ավանգարդը ինքը անընդհատ ինչ որ քեզանից նոր բաներ է պահանջում ու դու անընդհատ ինչ որ մի բան պետք է զոհաբերես դրա համար, չգիտեմ, քեզ, քո ժամանակը նստես մտածես, բայց իհարկե դրա հետ մեկտեղ չեմ կարող ասեմ, որ իմ գրականությունը կոնկրետ բան է հանրահաշվի գրականություն, օրինակ կան որ պալինդրոմներ են ստեղծում, չէ, անընդհատ, դու դրա մեջ բան իմ համար ինքը ավելի շատ ոնց որ Սելին էր ասում փողոցային լեզվի մասին, արգոյի, ասում էր արգոն դա համեմունք է, ու երբ որ դու դնում ես գրականության մեջ դա համա տալի, բայց ասում եմ դու չես կարող ուտելիք ստեղծես միայն համեմունքով, այսինքն ես կարծում եմ, դա իմ անձնական կարծիքն է, որ իմ գրականության մեջ այդ ամեն ինչը խաղում են համեմունքի դեր, ոչ թե մենակ դրա վրա։ Կարող է գլուխներ լինեն, որ մենակ այդ խաղիկների վրա է հավաքած, բայց մեծ մասամբ ես իրենց sense հավաքում եմ ու այտենց բան եմ անում, թույնի պես գցում եմ ու համաձայն եմ քո հետ, որ մի ընդհանուր գործ կարդալը իրար հետևից, այդ օրինակ իմ համար եմ ես զգում, որ էներգիաս գնում է, այսինքն ես էլ եւ որ ինձ կարդում եմ, ոնց որ բան եմ անում, հոգնում եմ, չգիտեմ, որովհետեւ անընդհատ դու պետք է ուշադրություն դարձնես այդ բառը ինչին է հաղում։ Օրինակ հիմա նայ դու ասում ես ես հետո եմ իմացել Շվիտերսին, դրա համար դու չես բռնել ընդեր ինչ է Շվիտերսին է։ Հիմա դու մի հատ ուրիշ ձևով կարդաս, արդեն դու կասես հա դե լավ է, արդեն պարզ է։ Ու տենց օրինակ չգիտեմ, երբ որ ես օրինակ շատ եմ կարդում, գրողների անուններ են տալի իմ սիրած գրողները, որոնց ես կողքով կարող անցնեմ։ Բայց հետո երբ որ ես իմանում եմ իրանք ովքեր են, ասում եմ ոնց կարելի է անցնել ու դա բաց թողնել, բայց առհասարակ օրինակ նույն այդ կլինեն օրինակ ամերիկացի պիտիկները բաները, իրանք օրինակ շատ նույն Հենրի Միլլերը օրինակ շատ է սիրում անուններ տալ։ Ու իր գրականությունը ոնց որ շատ հիմնված է դրա վրա, իր կարդացածի հիման վրա։ Ու դու դա պիտի սիրես, որ դու դա կարդաս։ Եթե դու դա չես սիրում, պարզա դու պետք է կարդաս մի ինչ-որ ավելի նարատիվ գրականություն, որտեղ, բայց դրա, եմ ասում, կայֆն էլ ուրիշ է, երբ որ դու հասկանում ես աստեղ որտեղ է խփում, որտեղ ես այն ստեղծագործությանը ծանոթ եմ, էլի, այսինքն, սենց ինչ-որ բաներ կան։ Ես ոնց որ բան է, էլի, ես իմ վերաբերմունքը տեքստին շատ ֆունկցիոնալ է, դա տենց իմ բանից է գալի, էլի, իմ բեքգրաունդից է գալի, որ իմ համար տեքստը չպետք է բացատրվի, ինքը բացատրության միջոց է։ Դե գարա ոնց որ եթե նկարիչի մանիֆեստ է գրում, որը բացատրում է իր նկարիչը, ինքը չնայած տենց դեպքեր եղել են, բայց սովորաբար բացատրող նկարներ չի նկարում, ինքը տեքստ է։ Ու քեզ էլ են ինչա հետաքրքիր է, որ բան է, ես գիտեմ որ դու գրում ես մանիֆեստներ նկարիչների համար, էլի, ու այդ իմ համար նես տրամաբանական է, որովհետև իմ համար քո գրականությունն էլ է կալաժ տեսք ունի, ինքը շատ մոտիկ է իմ համար նկարչությանը ու շատ ճիշտ ընտրությունն է, որ հենց դու բան բացատրես տեքստով, ոնց որ ինչա նկարի մեջ, էլի։ Դե ինձ մը արվեստում բաբշետ ակցիաներ անելը, առհասարակ այդ ինքը նոր բան չի ու իրականում ես օրինակ ես վերջերս մի
Մա շատ լավ ընկեր ունեմ Երևանդը Վարդանյան, որը համ գրող է, համ ռեժիսոր է։ Ինձ խորհուրդ տվեց մի հեղինակի կարդալ Արտուր Կրավանին, որը էլի ֆրանսիացի շատ մեծ գրող է ու իր ամբողջ գրականությունը հիմնվում է արվեստի ու գրականությանը հերքելու վրա, ոնց որ ու բանը ինքը այդպես անհետ կորել է բան ու իր միակ եմ որ ասում է կյանքի իր միակ կյանքի ուրախությունը եղել որ ինչ որ հորական եսին որ կողմից Օսկար Ուայլդին բարեկամ է եղել ու ինքը գրում է պատմվածքներ որտեղ Օսկար Ուայլդը գալիս է բան իրան հյուր որը չի եղել իրականում հա չէ ասենք մահացել է Օսկար Ուայլդը ու ինքը գրում է որ լրիվ լուրջ որ մի հատ մարդ եկավ մեր տուն բան դա Օսկար Ուայլդն էր այն որ դուք տալեք թաղել եք այդ իրականում ինչ որ եսի ինչ եք թաղել ինքը ամբողջ կյանք ապրում էր այդ Օսկար Ուայլդի միֆով ու նաև ինքը բան էր բոքսով էր զբաղվում ու աշխարհի չեմպիոնի հետ ինչ որ մտնում է գործարքի մեջ բոքս են կազմակերպում ինքը հաղթում է ու դառնում է մի բան ոնց որ աշխարհի չեմպիոն բայց ինքը բան է լրիվ ավանտյուրիստ կերպար է ու հետո երբ որ ինքը մահանում է սյուրռեալիստների հայրը Անդրե Բրետոնը իրեն սկսում են համարել դադայիզմի սկիզբը այսինքն ոչ մի բանի մասին արվեստը կարելի ասել ոնց որ բանը օրինակ ինքը դա գնում է ինչ որ ցուցահանդես որտեղ բան Մալևիչ ասում է դե Մալևիչ ոչ նկարել չգիտի Պիկասոն լրիվ դեգեներատի մեկն է բան ու իր ամբողջ այդ գրականությունը հերքելու վրա է ու վդրուկ այդ հերքելը դառնում է ինքը իրավ ձև այսինքն ինքը իրան բան այսինքն դա այդ բանը ակցիան է երբ որ դու ոչ թե մենակ բան ես օրինակ հետաքրքիր է հիմա ոնց է օրինակ ասում են լավ բժիշկ է լավ բան չէ բայց օրինակ նույն Լեոնարդո դա Վինչիի ժամանակ տաղանդավոր մարդը մի քանի բաներում էր վարպետ չէ օրինակ ասենք օրինակ Լեոնարդո դա Վինչին ես գիտեմ որ ինքը իրան вообще համարում էր գրող որտեղ ինքը առակներ ուներ գրած հեքիաթներ ուներ իր համար ընդհանրապես նկարչությունը երկրորդական ինչ որ նկարչությունը շատ անգամ մարդու անատոմիան հետազոտելու մեթոդ է անատոմիան էր հետազոտում հա դեղն դաժե տենց բան տենց կարտիկ կա որ բանը Միքելանջելոին բանը պատվիրեցին Սիքստինյան կապելան պատվիրեցին որովհետև Լեոնարդոն գիտեն չի վերջացնելու որովհետև ինքը տես լուրջ չի վերաբերվում նկարչությանը որ իրան պատվիր ու Միքելանջելոն որպես տենց ավելի արհեստավոր Լեոնարդո դա Վինչիին դիտարկում դրա համար են իրան վերցրել էլի հա դա համար այդ ժամանակ հայտնվեցին այդ կերպարները որոնք համ բանաստեղծություններ էին գրում համ պետք լինի կնկարեին համ պետք լինի մանիֆեստ կգրեին ու իհարկե այդ իմ հենց առաջի գիրքը կույր կետալություն որ հիմա ես նայում եմ այդ կուրության թեման այսինքն ոչ մի այդ որ մենք սկսեցինք այդ ոչինչի մասին բանը իմ համար այդ ոչինչը միշտ ունի ավելի խոր է իմաց քան առհասարակ բոլորի համար ինքը այդ խորությունն է ու դրա համար հենց իմ առաջի մանիֆեստը որ կոչվում է գրականությունից հրաժարվելու մանիֆեստ այսինքն իմ մոտ հենց սկսում է գրականությունը չգրականության մասին էլի ոնց որ ուտեղ ոնց որ այդ կերպարները իմ համար հոգեհարազատ են մեկ էլ մենք որ խոսում ենք բանի մասին գրաֆոմանիայի մասին ենք խոսում ես սկսում եմ հասկանալ որ ինձ դուր են գալի հենց այն հեղինակները որոնք իրականում ինչ որ բաներ են գրել բայց դրանց ոչ գիրք կարաս ասես ոչ կարաս ինչ որ вообще ինչ որ մի անուն չես կարա ասել այտենց ինքը այտենց վիպագիր չի էլի որ նստի վեպեր ա գրել ու զգում եմ որ այդ կերպարները ինձ շատ ավելի հետաքրքիր են միշտ այդ գրքի անունը տալիս եմ բանը մի ժամանակակից հեղինակ է Էնրիկե Վիլեմատասը ժամանակից իսպանացի գրող է որ մի գիրք ունի կոչվում է Բարտլբի կամպանիա ու վերցնելով ամերիկացի գրող Մոբի Դիկի հեղինակ Հերման Մելվիլի բանը Բարտլբի պատմվածքը որտեղ գլխավոր հերոսին ինչ ասում ես ինքը ասում է ես նախընտրում եմ հրաժարվել գրում է համարյա 80 հեղինակի մասին հորինված եւ ոչ հորինված որոնք ինչ որ մի բան որոնք ինչ որ մի բան որոշում են գրականությունից հրաժարվել ու սկսում է հենց Սոկրատեսից որը կյանքում ոչ մի բան չի գրել հա ու իհարկե այնտեղ Արտուր Ռեմբոն է որը 19 տարեկանից հետո մինչև 37 տարի ապրում է իդեպ որ խոսում են քաղաքենությունից այդ նամակների մեջ որ կարդում ես Ռեմբոյի այնտեղ չգիտեմ ինչ որ կենցաղային բաներ է գրում որ ասում ես այն բանաստեղծն է բայց հենց այդ դրանով է նաեւ Ռեմբոն հանճարեղ ունդեղ կա չգիտեմ ասենք Խուան Ռուլֆոն, որը ամբողջ կյանք մի վեպ է գրել, բան Պեդրո Պարամո վեպը, որը այն Մարկես բան ինչ որ գիտենք լատին ամերիկացի, սաղ դրա տակ են մնացել, որտեղ մոգական ռեալիզմի հիմքն է։ Ու ինձ սկսում է, այսինքն ես հասկանում որ ինձ դուր են գալի հենց այդ ակցիա անող գրողները։ Ես տենց իմ համար բան էր շատ մեծ, ես հիշում եմ տենց շրջադարձի պահեր, երբ որ ես սկսեցի արվեստի մասին ավելի լավ հասկանալ, երբ որ Դյուշանին բացահայտեցի։ Դյուշանն էլ է դրանցից մեկը։ Դադայիստներից, այո, դադայիստներից։ Ես ասում եմ, ես միշտ այդ պահն եմ, որ ես ընդհանուր
չեմ կարող նստեմ ու ասես հետազոտեմ Դյուշանը ինչ է արել, բայց այդ ֆանտանի գաղափարը, այդ սրամտությունը իր այդ տրյուկի իմ համար ինքը նոր բան բացայտեց, որ ահա դու գալիս ես ինչ-որ կետի, որից հետո դու պետքա ջարդես արդեն ինչ-որ բան, ու այդ ջարդելը կարա անիմաստ թվա, ու այդ անիմաստությունը իմաստ կդառնա ժամանակի ընթացքում, էլի։ Այստեղ լիքը գիտեմ որ Դյուշանի դեպքում այդին եկա արվեստի ուղղության հարցը, բայց լիքը տենց կայֆ բաներ անում էին, էլի շատ արվեստագետներ, օրինակ Մարսոն մի անգամ սկավառակ էր թողարկել, Մարսոն բանա, Մնջախաղի ամենահայտնի վարպետն է, ու ինքը սկավառակ էր թողարկել աուդիո իր ներկայացման Մնջախաղի վարպետը, որում պրոստը մի ժամ լռությունա ու վերջում ծափ են տալի։ Ճագված էլի այդ ոչ մի բանի էլի բանա, էլի արտացոլում Այնտես բանը շատ հետաքրքիր, բայց Դյուշանի առումով առաջերտին Դյուշանը ահավոր ինտելեկտուալ երևույթ էր, շատ ինքնև շախմատիստ էր, ու այդ մի հատ գիրք էին տպել, ինտերվյուն էր Դյուշանի մի ամբողջությամբ, ինքը դե նաև այսինքն շախմատիստների հետ էր շփվում բան, ու այնց մի բան ուներ, որ տպավորվել էր իր մեջ, ինքը ասում էր ես նախընտրում եմ ավելի շատ շախմատիստների հետ շփվում, քան արվեստագետների, ու օրինակ էր բերում ինչի, օրինակ հիմա ես որ հիշում եմ իմ պատկերած իմ հիշելի շախմատիստներին, ասում էր շախմատիստների մեջ տարօրինակությունը, այն ինչ որ պիտի լինի արվեստագետների մեջ, այդ արվեստագետների մեջ հաշվարկն է ավելի շատ։ Իսկ շախմատիստների մեջ այդ տարածությունը մարկային այդ ինչ որ լավ իմաստով իհարկե, այսինքն իրանք դրանով են ապրում, իրանց մեջ չկա այդ բանը էլի թվում է թե հաշվարկ լինի, չէ, բայց իրանք դրանով ավելի են ապրում, քան արվեստագետները, ովքեր ավելի շատ կոմերցիայի հետևից են, էլի, ինքնում ոնց որ, հա, ու իդեպ Դյուշանի այդ բանը, այդ ֆանտանը հայտնի գործ է, որ տակը գրած է Էրմուտ, ինքը շարքում է Էր հիմար, որտեվ ինքը տեսնում էր, որ տենց ամեն մեկի ինչ-որ մի բան բերում դնում է ու արվեստ է բանանում, ինքը համարում, հա, ինքն էլ ասես դե տես իդեպ այդ բանից պիսուարից աշխարհում 4 օրիգինալ օրինակ կա, չէ, օրիգինալը չկա, հենց օրիգինալը կորել է։ Իրեմ օրիգինալը չկա, բայց ինքը 4 թանգարանի համար հեղինակային իրավունք կա տվել, որ ստեղծի, այսինքն հերիք չի այդ գործը օրիգինալը չկա, 4 հատ, բայց կա, էլի ոնց էր։ Բայց ոնց է կորել, չգիտեի որ կորել։ Ջարդվել է ինչ է եղել։ Բրա, ի սկզբանե այդ պրոստը պիսուարը առել, ֆրծել է, ուղարկել է որպես բան, դες ինքը պիսուարը կարևոր չի։ Կոչվում է, եթե չեմ սխալվում, ready made է կոչվում է։ Готовый вещи, ես գիտեմ ռուսերեն, հա։ Ինքը այդ արվեստը տենց է։ Դες իդեան ստեղ ոչ թե օբյեկտն է, այլ քո տեսանկյունը ոնց է նայում այդ ամեն ինչը, անկյունը։ քո մեջ է արվեստը ջագում ես, քո ընկալման հարցը, то есть այդ այն քո սիրած բառն է, ռեկոնտեքստուալիզացիայի հարցն է, то есть դու կոնտեքստը փոխեցիր պիսուարի, հիմա ինքը ֆանտան է։ Շատ սրա միտ մոտեցում, այլ արվեստի շատ դագլի է։ Հա, իր մոտ իրականում շատ մարդիկ բան են, անենց ազնվություն են պահանջում արվեստից։ Ինձ թվում է թե արվեստագետները այնց բաներ են, ուզում եմ ասել հոգևորականներ, հետո իջեցի որ հոգևորականների մեջ էլ շատ ազնիվ մարդիկ շատ չկան, բայց կարծում եմ որ իրանց թվում է թե արվեստը պիտի լինի այդպես խոստովանանքի տեղ, այսինքն եկեղեցու նման, մանավանդ մեր հասարակությունը, էլի, իրանք չեն ընկալում որ լրիվ հակառակն է, որ բանը ավանտյուրան հավասար գնում է հանճարի ու арвестի հետ. А если не писал, разбоем занимался Франсуа Вилон. А если не писал, разбоем занимался Франсуа Вилон. Հա, դե Վիոնը ես չեմ գրում, հա. Այդ բառաստեղծությունը Մայկոսկը, այդ բան, ինքը նենց դե նայ օրինակ Վիոնի կերպարն էլ էլի, ինքը որ թվականներին է ապրել, բան ինքը եղել է հանցագործ, այսինքն գող է եղել ինքը, բայց համաշխարհային գրականության մեջ էլի տենց նույն Արտուր Ռեմբոյի օրինակը որ բերեցինք, որ Աֆրիկա գնում, սկսում է կանտրաբանդայով զբաղվել, չգիտեմ, դաժե միֆեր կան, որ նույնիսկ ստրկավաճառությամբ զբաղվել, բան, այսինքն նույն մեր հայկական օրինակով, ասենք նույն Փարաջանովի կերպարը, օրինակ իր բաներն են, որ լսում ես, այնտեղ ինչքան ավանտյուրա կա այդ ամեն ինչ, բայց դա հանճարեղության հասցրած ավանտյուր է, այսինքն պրոստը ոչ թե քցող է մեր լեզվով ասած, այլ հանճարեղ քցող է, էլի։ Իսկ թվում է вообще արվեստով զբաղվում մարդ, իսկական արվեստով զբաղվում մարդը, այդ մարդն որ ահավոր շուտ ձանձրանում է։ Ու դրանից բխված ինքը չի կարա մի տեղ մնա, կգժվի պրոստը դից մարդը, էլի, ինքը պետք է անընդհատ նոր բաներ փորձի։ Ու դրա համար իմ համար բանա Փարաջանովի, ես Փարաջանովի կինոները չեմ սիրում, այն առումով որ ես абսոլյուտը չեմ հասկանում։ То есть իմ համար լրիվ, то есть հիմա կարող է, մի հատ պետք է վերանայեմ հիմա արդեն այսօրվա գիտելիքներով կարող ավելի լավ հասկանամ, բայց իր թանգարանը իմ համար արվեստի
բացահայտում է։ Ես նե որոշ ժամանակ աշխատել եմ, որտեվ դիպլոմայինս Փարաջանում եմ պաշտպանել, բակալավրս, հետո գնացի Կիև ու հանդիպեցի Փարաջանովի կնոջ հետ։ Սվիտլանայի հետ Շերբացյուկ, հիմա որը չկա արդեն ցավոք սրտի ու տղայի հետ ծանոթացա Սուրենի Փարաջանով, բայց մի ամբողջ երեկո անցկացել եմ։ Եղել ես իր տան այդ բանը, այդ շենքի վրա, շենքի հարկումը։ Չէ, ես Ուկրաինայի տանն եմ եղել։ Ուկրաինայի տանը եղել եմ։ Հա, դու չնայած դու Ուկրաինայից ես չեմ եղել, բայց բանը Կիևում շատ եմ ուզեցել անգնեմ։ Տենց սորական շենք էր, տենց զանգեցի համարը վերցել էի։ Գիտես չէ, իր ծննդյան հետ կապված ոնց է անցկացրել։ Որ լիքը մարդ է կանչել, սենց սա հարկերով, սենց լիքը մարդ է եկել իր ծննդյան։ Փարաջանովի, Փարաջանովի դες բաներ հաստատ առածքել են։ Ես որ առաջ անգամ հայտնվեցի իր թանգարանում, ես հələ փոքր էի, մեր մոտ բարեկամներ են դեղ աշխատում, տենց շուշուտ էի գնում դրա համար։ Ու առաջ անգամ որ ընդեմ մտա, սենց Իմ մոտ միշտ եղել է փոքր վախտանից այդ խնդրեմ, որ ես մի բանով չէի կարող զբաղվել, միտեղ չէի կարող երկանստեի։ Դո երաժշտություն էի զբաղվում, թատրոն էի գնում, գրում էի, բան ոչ մի անընդհատ sense միտեղ չէի կարող նստել, ու սա կյանք խնդրեմ եմ այդ համար է, վերջերս եմ եկել այն հանգստության, որ չէ, ես էդ եմ, ես պետքա մի քանի բանով զբաղվեմ, թե չէ ես կգժվեմ։ Բայց այդ առաջի անգամ այդ Փարաջանովի այդ բասը, արես մարդը մի բանով երբեք չի զբաղվել, ինքը որտեղ նստած էր, ընդդից արվեստ էր ստեղծում, չէր կարող ինքը պրոստը։ Մազունի գրիշկից արվեստ էր ստեղծում մարդը։ Այդ բանը տուբերկուլոզիկներին որ կաթ էին տալի, դրա վրա բան կար, չէ, թիթեղ կար ու ինքը այդ եղունգով տալերներ էր կոչվում դրանք, որ իդեպ դրանցից մեկը ոսկե ծիրանի մրցանակներից մեկն է, հա, եղունգով փորագրած, հա։ Դե Փարաջանովի այդ առումով հա մեծ երևույթ է, բայց մեր հայ արվեստում էլի կան մեծ երևույթներ, օրինակ Հակոբ Հակոբյանը նկարիչներից, կան մենք вообще ֆանտաստիկ նկարիչներ ունենք, հա։ Հակոբ Հակոբյանը մանրանկարիչ էր։ Ես էլի կուրսիչ եմ նայ։ Հակոբ Հակոբյանը մեր վերջի շրջանի ամենամեծ նկարիչներից է։ Ուզում ասեմ կան էլի մեծ երևույթներ կան, որ ու ել եմ ասում եմ բոլորի մեջ այդ ավանտյուրան կա, բայց այդ ավանտյուրան ավելի շատ որ ասում եմ չեմ կարող հանգիստ նստեմ, ինքը ավելի շատ այդ մանկական խաղի է մոտ, ոչ թե մարդուն ցավացնելու։ Ես մի անգամ հիշում եմ բաներ, մի անգամ մենք Մոսկվայում open mic էինք ու բան ելույթ ենք ունենում բարում ինչ որ ու մենք էլ մի հատ սեղան են նստած явно ֆիլոլոգ կանանց Ես կարամ տենց ասեմ, որովհետև բան բանասերների։ Հա, որովհետև բան մորքուրս բանասերը, բանա ռուսերենի դասատու է ու ես փոքր վախտանից տեսել եմ ու մեծ ամասությամբ այդ շատ լավ կամպանիա է այդպես բան, բայց իրանց մի հատ տեսակ կա, այն որ sense տիպը շատ կարծրացած մտածելակերպ, որոնք մենակ հիանալ ու կարդալ գիտեն, ոչ մի հետաքրքիր բան չկա։ Սա դարձել մեկ է sense են ասում, ինչ որ բան է, վարողը խոսում է իրանց հետ Ոչ նրանք ասում են, չէ, էլի դուք հիմար բանով եք զբաղվում, ձեր ստենդափով քֆուր եք տալի, բան էս կոմենկում, ասում հա, իսկ դուք ինչ եք սիրում։ Դե մենք Google ենք սիրում, բան ենք սիրում, ասես չէ բաներ են ասում, արա մտածում Google-ը հիմա ձեր դեմը նստած է, դուք չեք ճանաչի իրան։ Դուք չգիտեիք Google-ը ով էր, Պուշկինը ով էր, դա հին դեմքերից եմ ասում, էլի դաժե դուք դաժե Պուշկինը չէիք ճանաչի։ Դա քիա որ Google-ի օրինակն է բերում, Google-ը եւ իր ժամանակվա ամենա սրամիտ ու Էդ եմ ասում, հենց էդ է։ Ձեր առնող գրողների։ Հենց էդ է, որ հենց Google-ի օրինակը պետքա բերեիր, որ вообще скучный մարդ չէր, էլի այդ մարդը։ Իդեպ այդ 20-րդ դարի համարյա բոլոր մեծ հեղինակներ, ովքեր մի քիչ կարելի ասել տարօրինակ գրականության մեջ են, Կաֆկան, նույն Խարմսը, բան բոլորի վրա Google-ն ամենամեծ ազդեցություն։ Խարմսի վրա։ Խարմսի ամենասիրած գրողներից է, որտեվ այդ ազգանունները, ովքեր տենց բաներ են, չգիտեմ, որ ազգանվա մեջ արդեն այդ մարդու որակի մասին խոսում է, բան, այդ լրիվ Google-ից է գալի, հա, այդ ամեն ինչը հետաքրքիր է, որ հիշում եմ Խարմսը մի պատմվածք ունի, կոչվում է Պուշկին է, տենց է կոչվում է, հետաքրքիր է, որ այդ պատմվածքը մի անգամ մի կնոջ մոտ անգիր ասեցի, փոքր պատմվածք մի 5-6 տողից, ինքը ամբողջ ընթացքում мտածում էր, որ վերնագիրը Պուշկինն, Ապուշկին էլի ասոցիանից, որ ասում է, բան այդ, ասում можно много говорить человеку о Пушкине, кто о нем ничего не знает. Пушкин великий поэт, Наполеон менее велик, чем Пушкин, и все люди по отношению к Пушкину просто пузыри, просто по сравнению с Гоголем Пушкин сам пузырь. Բան էլի, այսինքն Գոգլի կերպարը նենց մեծ է։ Բացատրելու համար։ Որ արդեն parz է էլի։ Դա էլ էր կայ։ Դու որ բայց вообще բացատրիր տենց абսուրդ գրականություն ես հիշում
եմ որ բան էր, ես Տոն Տելեգյանը որ կարդացի առաջի անգամ ու ըստ տրակել էր, պրոստը որ sense գրականություն կարա գոյություն ունենա։ Լավ է որ Տոն Տելեգյանը գիտես հոլանդացի շատ մեծ հեղինակ է։ Շատ լավն է։ Ինքը բանը, իրան իդեպ հենց տենց էլ ասում են Գալանսկի խարմս, որտեվ իր մոտ այդ պարավների կերպարները, բան, բայց այդ ասեմ, այդ չեմ ասի վերցրածը, բայց խարմսի մոտ է առաջինը դա բան, օրինակ խարմսի Ես իրանից հետո եմ խարմսին արդեն բացել, էլի, հա։ Դու հակառակ կողմից ես որ բանը խարմսը ունի տենց падույշի старухի մի հատ հայտնի պատմվածք ունի, որ ասում է одна ասում է старуха от чрезмерного ասում է любопытства вывалилась из окна, упала и разбилась, ասում է հետո երկրորդն է դուրս գալի, որտեղ նա ինչ եղավ, ինքը երկրորդը ասում է երրորդը, չորրորդը, ասում է 6-րդը, 7-րդը որ ընկնում արդեն ես հոգնում եմ իրանց նայել, այսինքն խարմսի մոտ այդ вообще հետաքրքիր է որ օբերուիտների մոտ այդ որի խմբի մեջ նաև խարմսներ ու Վիդենսկին որ հանճարեղ բանաստեղծ է իրանց հենց օբերուիտների մոտ այդ աբսուրդի իրական այսինքն այդ աբսուրդի թեմայի մեջ ամենագլխավոր տևը դա մահվան թեման էր ու այդ ծիծաղի այդ ամեն ինչի մեջ մահն է անընդհատ մահն է որտեվ 30-ականներ այդ աքսորները բան իրանք այդ խումբը ամբողջությամբ բոլորը գնդակահարվեցին կամ բանտերում մահացան, իսկ այնց ոչնչացրեց այդ ռեժիմը ու խարմսի մոտ երկու բաներ կան, սիմվոլներ կան, որոնք անընդհատ իր մոտ այնց վատ բացասական իմաստ ունեն, դա ծերերի սիմվոլն է, ավելի կոնկրետ պարավների, որտեղ ինքը նաև մի բան ունի, այդ վիպակ ունի, կոչվում է ստարուխը, որ ինքը հերոսը գալիս է տուն, տենում է մեռած պարավի դիակա, ու սկսում է քացով ծեծել։ Հետո բանը, հետո դնում է չամադանի մեջ, որ տանի գցի, հետո հետա վերադառնում դուրը բացում է, տենում է այդ պարավը պարկացա։ Այսինքն դա ծերությունն է, որից դու չես կարող փախնես։ Եվ երկրորդ սիմվոլը դա իհարկե երեխաների սիմվոլն էր, խարմսը տանել չէր կարող երեխեքին, բայց մարշակի խնդրանքով հանճարեղ չի գրում իրաց մասին։ Գրում է մանկական հանճարեղ մանկական բանաստեղծություններ, բայց ամենահայտնի ֆրազերից մեկը խարմսի շատ եմ սիրում, ասում է «Травись, дети, это плохо, но надо с ними что-то сделать»։ Այսինքն բանը էլի, իդեպ կներես երեխեքի սիմվոլի մեջ էլ ինքը դնում է հիմարության, այսինքն անգիտության նշանն է դնում։ Ոչ թե որ երեխեքը հիմար են, այլ ուղղակի կյանքի չհասկանալու, այսինքն այդ բանը ու անընդհատ իր մոտ այդ երկու սիմվոլները ու ընկերս որ ասեցի Երևանում այդ պատմվածք ունի շատ հետաքրքիր գրած որ գնում է Պիտեր ես էլ եմ եղել խարմսի տանը ու իմ այդ տանը հիմա մարդիկ են ապրում ու ասում եմ իմացա որ տունն է ապրել խարմսը դուրը ծեծեցի մեկ էլ ասում այդ պարավ բացեց հետևից էլ թորը դուս եկավ ասում էնի շեր սիդում խարմսը այդ տունն էր ապրում համ պարավը համ երեխեն բայց հետաքրքիր է ոնց է տուն թանգարան չեն սարքել Հիմա բանում այդ Պիտերում այս վերջերս բացեցին Վիդենսկու տուն թանգարան, այսինքն Վիդենսկու բնակարանը, որտեղ հավաքեցին օբերուիտների հետ կապված համարյա ամեն ինչ ու դարձեցին այդտեղ տուն թանգարան։ Բայց քո համար ոչ իմ աբսուրդը խարմսից է սկսել, թե դու դրանից առաջ էլ ինչ-որ բան կար։ Չէ, առասարակ նայ աբսուրդի ժանրը ու առասարակ բոլոր ժանրերը կան որ ասում գրողների պապայի մեջ, դա Հոմերոսն է։ Հոմերոսի մեջ ամեն ինչ կա։ Ամեն ինչ կա, պրոստը այդ միֆոլոգիան եւ աբսուրդը եւ իրականություն եւ դաժանությունը եւ ամեն եւ սյուրռեալիզմը կա, այսինքն այնտեղ ամեն ինչ կա։ Բայց որպես ժանր, փիլիսոփայական առումով եմ աբսուրդ ասում, այլ ժանրի, հա։ Ժանր էլի չես կարող ասես այն իմաստով, որ օրինակ նայ, ասենք, երբ որ օրինակ Սարտրը, երբ որ էգզիստենցիալիզմից խոսում էր, ինքը ասում էր, որ այ Դոստոևսկին, այ Կերկեգորը ինձանից առաջ, այսինքն իրանց մեջ արդեն կար այդ էգզեմպլը, просто չկար տերմինը։ Այսինքն տերմինը իհարկե առաջացավ 20-րդ դարի սկիզբ, իդեպս վերջերս Արտուր Ադամովի գիրքը թարգմանեցին, որ ես գնացի որպես բանախոս, որը ազգությամբ հայ Հարություն Ադամյանը, ֆրանսիացի գրող, որը համարվում է աբսուրդ թատրոնի հիմնադիրը։ Իրանից հետո գալիս է Բեքեթը եւ Իոնեսկոն։ Իսկ որպես ժանր այդ ժամանակ է ձևավորվել, բայց Ռաբլեի մոտ կա, Սվիֆտի մոտ կա, Լյուիս Քերոլի մոտ կա, այսինքն բոլորի մոտ այդ աբսուրդը, դադայիզմը, բառախաղը, այդ ամեն ինչ արդեն կա։ Ուղղակի տերմինն է հորինվում, իդեպ նույն աբսուրդիստները չէին սիրում այդ տերմինը։ Օրինակ Իոնեսկոն ասում էր բանը, այդ թեատր, այդ
բաներ ասում, չէ, ծիծաղի թատրոններ ասում, բան, այսինքն ավելի շատ ծիծաղի չէ, ձեռ առնելու թատրոն, ու մեծ մասը կան, չէ, այտենց մեծ երևույթներ, որ ինչ որ մի անուն է, ասես կպցնում ես դուր չի գալի, բայց մեկը իրանք մնում են այդ անվան տակ, էլի, հետո ամբողջ բանը։ Մեկը рэպերները չեն սիրում ասեմ, որ իրանք рэպեր։ Որ իրանք рэպեր են, հա, որտեվ рэպը, հա, ասենք ամերիկյան, հա, չգիտեմ, թեման, չգիտեմ, աղջիկներ, մեքենաներ, հարստություն, բայց մենք ավելի, չգիտեմ, սոցիալական, բայց հետո մարդիկ են ասում, չէ, իրական рэպը դա սոցիալական թեմաներից, այսինքն sense ինչ-որ բան է։ Գիտես ինչն է տակի, որ ես ինստիտուտում դա մենք մի տոննա գրականություն էինք անցնում իհարկե, բան ժուրնալիստիկայում։ Այդ որ ինստիտուտում։ Սամասկում։ Հավանական։ Մենք բան էր, մի մոմենտ մենք ունենք մի քանի գրականության դասեր, հայկական, միջազգային, ռուսական, կային ինչ որ տենց բան գրական ընթերցումներ, որտեղ մենք հենց մի հատ գրում էինք ու սաղ իրար հետ, այդ տարում պետքա դու 300 գիրք կարդայր, որ կաներ քննությունները հանձներ, ես կարդացել եմ, ես այդ տարվա սկզբում ասացի, ես հիմա պետքա սկսեմ սովորել, վերջացի бана, բաժանственный կոմեդիան, եթե կարդաս։ Իսկ մի քիչ ավելի բան ավել ասելով ասեցի։ Չէ, հենց բուկվալը նստել հաշվել էի։ 265 օր ունի, էլի տարի։ Տենց chain համապատասխանեցրել իր հետ, ու պետք է ասենց 300 գիրք կարդալ։ Вообще абսուրդը տենց գրական կրթության ինչն է, որ դու գիրք կարդալով չես կարող քննություն հանձնես, դու պետք է քրիտիկան կարդաս։ Բայց քրիտիկան կարդալով դու կարաս հանձնես քննություն առանց գիրքը կարդալով։ Ճակուված քրիտիկան ես հանձնում։ Ըստ իտոգում ոչ թե գրագիրքը։ քո մտքերը կարևոր չեն, դու պետք է ասես Բիլինսկին ինչ է։ Ճակուված դրա համար մեծ մասով ոչ մի մոտիվացիա չկա գիրքը կարդալու։ Կարաս բան համառոտ բանը բողոնդակությունը կարդաս ու քրիտիկան ու քեզ հերիքա լրի։ Դա մեծացում տենց ենք ասնում։ Հույսը դնես Բելինսկու կարդաց։ Բայց ոչ մի ես մտածի այդ տարի ես որսի չես, պետքա կարդամ, սովորում։ Ես լավ ուսանող չէ, էլի։ Ու վերցի բանը, բաժանственный կոմեդիան վերցեցի, ու այդ տարում ես չեմ ավարտել այդ գիրքը։ Մի գիրքը չես։ Այդ մի գիրքը դեռ չեմ ավարտել, բայց բանը, ինչ ասում ասե, հա, որ ես շուտ որ այն ժամանակ Դոն Կիխոտը անցնում էինք, ես իհարկե իրան չէի կարդացել, ու ինձ շատ ասում են, որ ես շատ բան Կիխոտի կերպար եմ։ Ինձ ասում են դու ոնց որ Դոն Կիխոտն ես։ Ես միշտ տենց մտածում եմ, հա, մերսի, բարի switch։ Ու ես վերջերս կարդացի, ու ասած, «Էй!» Այդ մարդի գիժա։ Ինքը ավելի շատ ոչ թե գիժա բանն է, ինքը ազնիվ կերպար է շատ Լսի, չէ։ Իր ազնվության հարց չէ։ Ես գիտես ինչ գիտակցեցի վդրուկ, որ բանը, как раз Չէ, հակառակը։ Նաբոկովն էր իր մասին այդ Աշոտի է։ Աշոտը։ Նաբոկովը դե բան չէր սիրում, չէ, հայտնի բան Դոն Կիխոտին, ինքը լեկցիաներ ունի Դոն Կիխոտի մասին, ու Զախարյանը как раз դրա մասին ասում էր, որ Նաբոկովը ոչնչացրեց Դոն Կիխոտ, բան, ոչնչացրեց Սերվանտեսին, բայց ոչ Դոն Կիխոտին, որտեղ իր կերպարը դուրս է եկել Սերվանտեսից вообще։ То есть մենք հիմա մեծ գրական բաները կերպարը իհարկե դուրս են։ Չէ, ինչն է իմ համար շատ է տաքսի, որ կարդաս բաներ քեզ չհավանես, բայց Գուլիվերի կերպարը ինքը մեկա կա, այսինքն իհարկե, բայց Դոն Կիխոտը իմ համար իմ ուղեղը պայթացրել էր։ Տիպը ես չէի պատկերացնում, որ ես կարամ այսօր Դոն Կիխոտը կարդամ ու իմ ուղեղը պայթացնի։ Առաջինը, որտեվ դա ինքը համարվում է եվրոպական առաջին վեպը, տենց ժամանակակից։ Որպես օֆիցիալ համարվում է, հա, ամենատենց իդեալական գրած վեպը։ Բայց ինքը պարոդիա է։ Առաջին եվրոպական վեպը։ Սատիրա է։ Մի անգամից սատիրա է։ Ինքը բան չէ, էլի, դա լուրջ վեպ չի։ Իրականում բանը Գուլիվերի հատվածը քո գրքից էր, ամպուտացված ամպերից, հա։ Չէ, բարից է, մուտացիայից է։ Մուտացիայից, հա։ Հետաքրքիր է, որ իրականում նաև այնտեղ շատ կարևոր բան կա, որ ուսումնասիրում ես, հասկանում ես բոլոր այդ կուլտովի գրքերը ճանապարհ անցնելու մասին են։ Այսինքն սկսած Իլիականից եւ Ոդիսականից, որտեղ հերոսը գնում է նույն Սերվանտեսը, նույն Գուլիվերը, նույն Ալիսան հրաշքների աշխարհում, նույն Քերուակի Վդարոգեն, նույն Ջոյսի Ուլիսեսը, որ չնայած մի օրում է, բայց ինքը ամբողջ ճանապարհը, այսինքն այդ ճանապարհի թեման ինքը շատ կարևոր թեմա է գրական, որտեղ դու вообще բան անցնում ես էլի այդ Դոն Կիխոտը շատ են համեմատում Ոդիսեվսի հետ, որովհետև իրանք ուղի ռեֆերենս կա Դոն Կիխոտի մեջ բան, որ ինքը սպասում է Ոդիսեվսին բանում քարանձավում, բայց իմ համար ինչն է հետաքրքիր, որ Դոն Կիխոտի կերպարը այսօրվա օրով դրական է համարվում, բայց Սերվանտեսը իրան տես չէր նախագծում, ինքը դրական կերպար չի, ինքը ավելի շատ պրոբլեմ ստեղծում, քան լուծում է, ինքը շատ մեծ ցավ է բերում։ Ինքը բան է, ինձ թվում է դրական է այն իմաստով, որ հիմա քանի որ կոպիտը Շուստերի ժամանակն է, ինքը տես նաիվ է երևում այդ ֆոնին, հա, ու նաև Սերվանտեսը ոնց որ ցույց է տալի, որ այդ հերոսական ժամանակները, որ չգիտեմ, կնոջ համար, չգիտեմ, ծաղիկի համար է սկրվում, բան է, այդ ամենը չկա արդեն։ Ինքը դարել է ավելի շատ բանը, ծաղրելու կերպար, դու իրան կարաս նայես ու ձեռ առնես
ես այդ ամեն ինչը ու նաև իրականում դա էլ գրականության մեջ օրինակ նույն որ ասում եմ Արտուր Ռեմբո բան իրանք էլ որ եկան իրանք նույն Բոդլերից ավելի շուտ իրանք ձեռ էին առնում այդ պառնասականներին ովքեր sense ռոմանտիկ բան հա ինչը այդ օրինակ Մայակովսկին ժամանակներից էլ է գալիս էլի հա էլի բա ոնց օրինակ Մայակովսկին ասում է я не люблю ласкать девичьи ушко как песни Есенина и Пендерчи այսինքն ինքը չէ մեկ է որ աղջիկին բան ինչ որ սիրային բաներ գրեն որ ձեր դուր գամ Եսենինի պես կոպիտ ասած քցնեմ ցես այդ բանով այսինքն ես բերել եմ նոր էսթետիկա Կարն է ունի տենց հա ճիշտ է ու էդի բանն է այդ ոնց որ ինքը բանն է միշտ գալիս են այդ բունտարները ոնց որոնք անպայման պետք է կոտրեն ու բերեն մի հատ լրիվ ուրիշ էսթետիկա որտեղ չես կարա առանց կոտրելու իհարկե լավ իմանալով այդ ամեն ինչը Կստати так я որ ես ստենդափի մասին տենց միշտ ասում եմ որ ստենդափը Հայաստանում կսկսվի այն ժամանակ որ կհայտնվի նոր ստենդափերների խումբ որը մեզ ատում է Տիպը հենց գա նոր սերունդ, որը արդեն ասում է դուք հիմարությունով եք զբաղված, այ մենք ենք ստենդափը, այդ ժամանակ process-ը կսկսի, իսկական։ Պետք է այդ կոնֆլիկտը լինի անպայման։ Ծանոթներից մեկի հետ խոսում ես Արոյանի մասին, տենց ոնց որ իմ իմանալով, տենց ինչ-որ փորձեցի, դիալոգ էր գնում, ասեցի, որ ինչքանով գիտեմ, ինքը տենց բանը գանգստերոտ տիպ է, էլի եղել տենց։ Սարոյանը։ Հա, բան ասենք, պրեսենք մենք, չգիտեմ, ասես դիվիժենների մեջ, բան։ Այդ չեմ լսել, ես գիտեմ, որ բրոնզկամարտիկա, բրոնզկամարտով է զբաղվել ու նենց։ Բայց դե քուչեցի տղա է, էլի շուտ տենց, հա։ Ես թափվեց բանը, այդ բան կա, այդ Հայտի կոնֆլիկտ է իր ու Հեմինգուեյի մեջ։ Ահա, այդ էլ ասեցի, բան, տենց հիասթափվեց, բան ասում ես հիասթափվում էլի ինքը։ Ու որտեվ ինքը խառնեց բանը, այն քո ասացին եկա էլի որ կերպարը խառնում է, այսինքն գրող անձնավորությունը խառնում է գրքի հետ, էլի։ Դες գրողը անձը խառնում է գրքի հետ։ Իրականում Սաուրյանն անց հետաքրքիր է, որ ինքը առհասարակ ամերիկյան գրականության մեջ вообще համաշխարհային, ինքը միշտ ասոցացում է այդպես բարիության հետ, բայց օրինակ մի հատ գիրք ունի, Boys and Girls Together, որ ռուսները թարգմանել են ինչպես միշտ իրենց ուզած ձևով Мальчики для девочек, девочки для мальчиков, որտեղ ինքը գրում է իր անձնական կյանքի մասին, որ ինքը այդպես իր կինը դերասանուհի է, թե իր համար ինչ անտանելի է вообще ամուսնացած տղամարդ լինելը ու առհասարակ вообще էլի այդպես այդ ընտանեկանը ու այնտեղ տղու կերպարը կա Արամի, որը տենց ասում է այդ տղուս դիմագծերի մեջ կնոջս դիմագծերն եմ տեսնում են ասում եմ այդ չափանախ են բաման ու ասես լրիվ դու հասկանում ես Սարյանը այն չի որ ու դա է հենց հավեսը որ այդ մեծ երևույթները ներողություն անտաղան մարդիկ են հակասական ու մնաց հանճարեղ մարդիկ գիտես ինչը իրան հետ բերեց այդ տղուն պրոստը էսի միջև վերջ պատմում էլի ու տենց դուրը չեկավ բան ասում չէ բայց ինքը լավ կերպար է էլի բան ու հիմա հետ եմ սկսել համոզել իրան ասում եմ ու հետո սկսեցինք բան ֆիլմերից խոսել բան Ջոնի Դեպից խոսք գնաց բան ու կակրաս հիշեցի ասում ինքը Սաուրան սիրում է տատու ունի ասենք իր տողերով բան ու սկսեց հետ սիրել բանից մարկային կատակերգությունից կարծեմ հա նորից սկսեց հետ սիրել ասում ու լավ բայց Ինձ թվում է Սաուրյանը չի ներվի դրա։ Էլ չի ներվի։ Այ կոմեդիա կերպարը ինչքանով է գծած, ինչքանով է ինքը ինքնաբուխ։ Դու ոնց ես մտածում։ Իմ կարծիքով ահագին ինքնաբուխ է։ Հա։ Իմ կարծիքով հա։ Օրինակ նայ, իմ համար մի քիչ նիլովկա է, երբ որ ես տանում եմ քո ստորիները, որտեղ դու քո տողերն ես դնում ու տակը ստորագրում ես, հա։ Հա, ինձ այլերն ասե։ Հա, արի մի քիչ խոսանք էլի դրա մասին։ Նայ, դու արդեն հասկանում ես, որ ես էսի կպնելու համար չեմ ասում։ Ինձ հետաքրքիր է հետազոտել այդ բանը։ Ինչի համար է այդ պետք։ Եթե դու գրող ես, եթե դու արդեն կաս հաստատված որպես գրող, ինչի համար է պետք, որ դու քո անունը գրես։ Երևի ամենասկզբից ճիշտ ասած չգիտեմ ինչի տենց սկսել եմ տենց գրել, որովհետև ես ամենասկզբից երբ որ Instagram-ում սկսեցի գրել, ես չէի մտածում որ ես պետք է ամեն օր գրեմ։ Ես մտածում էի որ կարողա ուրիշ գրողների անուններ, տեքստեր դնեմ մեջը գրեմ ոչ թե իմ անունը, այդ գրողների անունը, չնայած գտողեր կան կուզա իմ անունը լրակը, հա, ու մտածում էի տենց մի բան պետք է անեմ, բայց հետո որ սկսեցի ոնց որ իմը դնել մենակ, չգիտեմ, տենց ոնց որ դարավ իմ մոտ ավելի շատ աբիչեի նման մի բան, օրինակ ես վերջես մի հատ ընկեր ունեմ, ռուս ասում է ինչ որ խոսում ենք այդ հոկեբան ինչ որ խնդիրների հետ կա ու ես ասեցի ինչ որ բան սկսեցի պատմել, ասես դու գիտես որ էդի բանա, այդ արդեն բան ես դարձել դու ինչ որ օրինակ կան չէ մարդիկ որ ասենք քնելուց առաջ պետք է կոշիկները հավասար դնի բանման ինչ որ այդպես ու ես հասկացա ժամ կա որ հեսա պետք է գցի ստորին խոսքի ինչ որ չէ նկատի ունեմ obsessive compulsive расстройство չէ նկատի ունեմ որ դու ինչ որ բաներ ես անում տենց ռիտուալներ ես անում ավելի շատ հա ու իմ մոտ էդի որ սկսեցի իմ մոտ էդի ոնց որ հիմա դարձել է ավելի շատ տենց
ռիտուալի պես բան։ Այսինքն եթե ես տակը չկամ, ուրեմն ես չկամ։ Այսինքն իմ մոտ ավելի շատ էդի դարձավ պրոստը ոնց որ ռիտուալի պես բան։ Դա թրեցնել է բան, այտենց հարմար տեղ գրելու համար, չկաց չէ թրեցում։ Մի պահ կայ հետո, բայց հարմար էր, որտեվ Instagram-ից գրում էի ավտոմատիկ դեղել էր հայտնվում, բայց իմ մոտ ավելի շատ երևի տենց ռիտուալի պես է դառնում, չի որ ես որտեվ ասեմ ինչի, որովհետեվ շատ պրոբլեմներ են օրինակ եղել հասարակ, օրինակ, ասենք Instagram-ում ես տեքստ եմ գրում, մարկա մեկը կարող ինձ գրի, «Ինչ լավ ես նկարում»։ Ասում բայց ամենատակը ես գրում եմ նկարիչ Կուրտ Շվիտերս։ Այս ինչ ու տարեթիվը։ Ու իմ մոտ միշտ այդ ես հասկանում եմ որ մարդիկ չեն խորանում առասարակ։ Հա դե թերթում են։ Հա, ու բայց շատ է ուզում որ իրանք իմանային որ սա Մարգրիտն է նկարել, սա Մարտիրոս Սարյանն է նկարել, սա ես եմ գրել, սա ասենք Աշոտն է գրել, սա խոսքի նվերն է գրել։ Այսինքն իմ համար այդ հեղինակության բանը շատ կարևոր է։ Այն Ռոլան Բարտը որ ասում է հեղինակը մեռել է, հա, հիմա ես հասկանում եմ որ դու կարաս էլի անոտ գրես, բայց մեռած ըլնես, որտեղ մեկը չեն հասնել ուտե որ տենան ով է։ Ու օրինակ իմ մոտ sense էլի տենց գրականությանս մեջ տես մատ էլի ռիտուալի նման ինձ անհանգստացնող բան կա, օրինակ, երբ որ ես հղում եմ անում մի գրողին, ես չեմ ուզում տակը սնոսկա տամ։ Ես ստիպված գրում եմ, այ Արտուր Կրավանը ասում էր, որ, հա, որովհետև երբեմն տեքստը մեկը վերցնում են, որ միտեղ ցիտում են, ու ցիտում են մի բան, որը դու չես գրել, ու իմ մեջ նեղվում եմ ես այդ գրողի համար հասկացա։ Այսինքն ինչի պետք է դու իմանաս, որ դա ես եմ գրել, դա ես չեմ գրել։ Դա իմ համար ինչ-որ առումով դաժե շուտ իսպանսկի ստիդա։ Այսինքն դու իմ ցելի տեքստից հավանել ես 7-ի տողն ես հավանել, հա, ու ես ոնց գրեմ որ բան անի, այսինքն հասկա, ու դրա համար ստիպված այդ տափակ բանը, ինչպես կասեր Գյոթեն կամ Գյոթեի գրքում կարդացի կամ չգիտեմ Ֆաուստում գրված էր բան, որտեվ ես բան եմ անում, իմ համար շատ կարևոր է որ այն որ ասում է Կեսարին, այն ինչ որ իմն է, եղբայր, դա գրած է, որ դա իմն է։ Հիմա դու կոմասին չի խոսքը, դրա այդ օքեյ է, որ դա իմն է, իմը չի, այդ քո խնդիրն է, բայց ես գրում եմ, որ դա իմն է, որ դու հասկանաս, որ դա իմն է, որտեվ անընդհատ այդ բանը կա։ Օրինակ ժամանակակից էլի գրողներ կան, որ օրինակ տողեր են գրում, բայց մեկը զգում են, որ ինչ որ նմանություն կա։ Ճիշտ է, բանը պերեֆրազը կարող է ուրիշ լինի, բայց ու դրա համար օրինակ շատ են եղել, որ մարդիկ տեքստ են դնում, ինչքան էլ դու հայտնի ես, դու այսինքն կամ նկատի ունեմ հայտնի բան նեղ կրոգերում գրող որպես մեկը երբ որ քո տեղը գրում են քո անունը չեն գրում մի տեսակ ինքը տենց ինչ որ բան է դառնում մի տեսակ չի ես օրինակ դրա մեջ զգում եմ որ դե ինչ էական է ով է գրել Իս տողը դուրա գալի տողը դուրա գալի բան արա գնա տպի մայկեքի վրա ու ինչ ուզում ես արա բայց չէ որ այդ տողը ինչ որ մեկը գրել է այդ տողի հանդեպ ինչ որ մի հարգանք պետք է ունենաս Նայ եթե մենք վերադառնանք Ռոլան Բարտին իր ասածը այնա որ ես հասկանում եմ դու էլ չես կառավարում միջև դու ինչ ես գրում то есть այդ հեղինակության բանը նա ես շատ եմ դրա մասին մտածել մի հատ գժանոց բան կար բանի հետ կապված արա ոնց էր դրա անունը մոռացա ոչ մի հատ երգչի հետ կապված որ մի հատ դրվակ որ ինքը ավտո էր քշում ու ինչ որ բան իրան ինչ որ տող եկավ ու ինքը սենց կանգնեց շորշի մեջ տեղը սենց հելավ ավտոից ու գոռաց չես տենում քշում եմ կարաս հիմա չգաս տիպա այդ նույն ծանոթ այն որ դու գիշեր արդեն պարկում ես քնելու մեկը միտքա գալի ու դասես արա հիմա պետքա հելնեմ գրեմ չեմ մոռանալ դա այդ սաղ անտանելությունը ոնց որ այդ սաղ բեռը ստեղծագործական մարդու վրա նոր բան է միջև այդ ընկալված էր որ գենիը այդ քեզնից դուրս բանա ինքը օրինակ մի բան ասեմ կներես իմ ամենասիրած ծագում ռումինացի փիլիսոփաներից մեկը Էմիլ Չորանը կամ Էմիլ Սյորան ֆրանսիացի ասում էր որ գրականությունը կորցեց իր մոգականությունը այն ժամանակ երբ որ բանը տեքստի տակ հայտնվեց գրողի անուն ազգանունը ու կանչոնակ հանճարեղ տեքստեր հա ոչ թե անձնավոր կանչա հանճարեղ տեքստեր կարդում ես մեկը գրած է անհայտ հեղինակ կամ ենթադրվում է այս ինչ հեղինակն է օրինակ իմ մոտ ես ունեմ բանը այնտեղ բառախաղային բան ունեմ որ բանը այդ
ամենամեծ ոնց որ հայտնիությունը դա անհայտություն ինչ որ տես բառացի չեմ հիշում ինչ որ այդպես մի հատ ինչ որ բան էի գրել չէ ամենամեծ անհատականություն որ գրածել է ամենամեծ հայտնիությունը տափակությունը ամենամեծ անհատականությունը անհայտությունն է այսինքն անհատի մեջ այդ անհայտը բառը ոնց որ կա բայց տենց տեքստեր օրինակ կան որ գրում են որ այսինքն համաշխարհային գրականության մեջ տենց էլի տողեր կան որոնք էլի հեղինակները անհայտ են ու տենց միտք է որ իրականում հայտնությունը դրա մեջ է օրինակ բան ունի չէ Պաստերնակ ունի մի բան տողերն են հայտնի էլի ոչ թե հենց էլի Պաստերնակը որ ասում է բույց знаменитый некрасиво բան այսինքն տես մեծ բանասացություն ունի շատ հայտնի ու գալով այդ Ռոլան Բարտի դեպքում որ ասում է հեղինակը մեռած է այդ հեղինակը որ գրած է մեռած է էդ էլ է տող ու մենք գիտենք որ էդի Ռոլան Բարտն է գրել Իրանիկա իրոնիկա ու պրիտոմ ինքը համել մեռած է հիմա Ռոլան Բարտը ինքը դվայնոյ է մեռած արդեն բայց էլի մեկը մենք գիտենք այդ որ ասում է բանը Աթենասի տաճարը որ վառվում է ասում է որ որոշեցին որ պիտի այդ բան անեն այդ Հերոստրատին հա հիշում ես մորանան բայց ասում են որ գիշերը արտնասների ում պետք է մորանան ասում են Հերոստրատին մորանան ու Հերոստրատը հիշվեց Գերաստրատը վսլավա այո Հերոստրատի այո парքը դրա համար այդ առումով ոնց որ իմ համար շատ ասեմ ինչի է նաև էդի գալի որտեվ ես հիմա հասկանում եմ որ կա տոտալ բան այդ ոնց ասեմ այդ ավտորիտետների մահ կա մի տեսակ ու մարդիկ ինձ է շատ է դուր գալի իսկ ինչ չէ ինչի ասեմ ինչի որովհետև իմ համար այն ինչի մեջով օրինակ վերցնենք չի օրինակ քեզ վերցնենք որ ասում ես այն ինչի մեջով դու անցել ես որ դա գրել ես իհարկե կարևոր է որ ես նստեմ բայց ես օրինակ այդ ոնց ասեմ էլի գանք այդ որ ասում քաղաքի սպառողականություն իզու այսինքն օրինակ իմ շրջապատում մարդիկ կան կինո սիրում են ասում եմ ես սիրում եմ որ կինոն է ասում եմ դե Դիկաբրոն են որ խաղում է ասում եմ որն է օրինակ Բանդի Նյու Յորքն լավ այն որ ավիատորում է խաղում Դիկաբրոն հա այն որ ասում դու չես ֆայմը մտ նայես տես այդ ռեժիսորով է ախր այդ քո սա սիրած կինոները նկարել մի մարդ ու այդ մի մարդը ներողություն ոչ եթե ծալած ունի եւ Դիկաբրոն եւ ձեզ սաղի որտեղ դա Սկորսեզեն է ու ինքն է այդ կինոն ստեղծել ու մի տեսակ իմ համար անշնորհակալ բան կա երբ որ դու Դիկաբրոին գիտես այսինքն անշնորհակալ այն իմաստով որ նորմալ է բայց դա ցույց է տալի որ դու պրաֆան ես այսինքն դու սպառողական ես մոտենում արվեստին այսինքն ես չեմ ասում անպայման պիտի սնոբ լինես բայց եթե դու նայում ես ու օգտվում ես կոպիտ ասած ու Եթե դու քեզ համարում ես պրոստը լուբիցել, օքեյ, դու կարաս Հա, դե մարդիկ կան, որ իրանք ֆիլմով ապրում են, իրանք պետք է իմանան, էլի, հա։ Դե համար երբ որ դու իմ տեքստերը կարդում ես, դու պետք է իմանաս այդ տեքստերը, ով է գրել։ Դե բարձա որ imagine ես եմ գրել, բայց կարող է ես չեմ գրել, կարող է Աշոտին եմ ցիտել, նվերին եմ ցիտել։ Իմաց մի անգամ քեզ տենց դեպք եղել էր, որ բան, այս ձմեռը շատ երկար տևեց, այս տարվա, հա, ու մի պայելի հիմա է տևում։ Մի պայելի ձուն եկավ, ու ես բան, իչր տենց բան, պատոնիստ վիդեո նկարեցի ու так բան ու վրան գրեցի это зима была как война долгая вспоминаю опять мерзну Ինձ այնքան գրեցի այ շիշ սիրուն ես գրել բան it's լավ Նայ հիմա այդ որ դու ասում ես որ սիրուն ես գրել էդ էլ է բա ակցիայի նման բան դրա մեջ էլ կա այդ պոստմոդեռնիստական խաղը այսինքն դու կարաս օրինակ չգիտեմ ես ես վերջերս մի հատ բան էի կարդում ունդեղ մի հույն գրողի մասին է դա հանճարեղ է պրոստը ասես բացեցի որ տեսնեմ ով է ու գրածա բոլոր ստեղծագործությունների անունները մնացել են բայց ստեղծագործությունները չեն մնացել իսկ դու գիտես որ ամպուտացված ամպեր գիրքը կա ու գրել է Արամը բայց այդ գիրքը դու չես ու հետո օրինակ բանը Բորխեսը իր շատ մոտ ընկերոջ չէ Ադոլֆո Բյոյ Կասարասի որ արգենտինացի շատ մեծ գիրք ունեն կոչվում Քրոնիկի Բուստոսը Դոմեկա որ Բուստոս Դոմեկը դա հորինված գրող հա իդեպ մեկի ապու պապու անունը Բուստոսը մեկը Դոմեկը ու գրել են գրքերի վերլուծություններ որոնք գոյություն չունեն դու վերլուծությունը կարդում ես վերլուծությունա գրած գրքի մասին որը չկա գրածա ինչի մասին է բան որոշվում ես ուզում եմ կարդամ բայց չկա այդ գիրքը այսինքն Բուստոս Դոմեկը կա դու գիտես որ ինքն գրետ քրոնիկները բայց դա ստրոլինգի այդ եմ ասում դրա համար բայց գրքի հանճարեղության նաև հանճարեղ ինչա երբ որ դու բացում ես գիրքը գրածա նվիրված է 3
հանճարեղ մոռացվածներին Լե Կորբյուզեին, Պիկասոին ու Ջոյսին, որ ոչ մեկ մոռացված չէ, ոչ են, որ ասենք ճարտարապետությունում ասում են Լե Կորբյուզե, Ջոյսը դե Ուլիսեսն է, իսկ Պիկասոն դե նկարիչն է, այսինքն հիմա ոնց որ ես չեմ բերում որ ապրավդած անեմ, բայց իրականում այդ անուն գրելը Երևի շատ տերերից ինքը ավելի շատ ոնց որ հա ռիտուալի պես ինչ որ մի բան է էլի կամ օրինակ ասենք չգիտեմ ես շատ եմ սիրում այդ սպիտակ թղթի հետ կապված անընդհատ բաներ օրինակ մոտս արդեն գտել եմ որ պիտի դնեմ օրինակ Կաֆկայի դղյակը վերջանում է բանով նախադասության կեսից ու տակը գրած է եւ ձեռագիրը այստեղից ավարտվում է ինա դեմ ռուկոպիս չկա շարունակություն չկա օրինակ ես բան ունեմ որ սպիտակ թուղթ է լրիվ դատարկ ու տակը գրած է Եվ սրա վրա բանը վերջ, այսինքն դու բանի մասին գիտես այդ մի հատ բան կա գիտական թեզ կա հայտնի շատ կոչվում է unsuccessful attempt of defeating writer's block այսինքն բան writer's block-ը ոնց թարգմանում տворческий кризисի հաղթահարման ձախողված փորձ ինքը գիտական թեզ է որը sense просто դատարկ թուղթ է որտեղ չհաջողված փորձ է դատարկ թուղթ ու տակը ինչ որ ռեֆերենսներ կան դաժե այդ թեզը review արել մի հատ ուրիշ բան գիտնական որը գրել է ես ամեն ձևով փորձեցի գտնեմ բայց չգտա ոչ մի սխալ այս թեզի մեջ ու առաջարկում եմ որ ինքը հրապարակվի առանց հետա գա ոչ մի review-ի ինքը հրապարակվել է իրան ցիտում են ինքը պասուտի դարել է արվեստի ստեղծագործություն չայց ինքը գիտական թեզ իմ մոտ օրինակ անընդհատ այդ ասում սպիտակ օրինակ այնտեղ կա ասում են որ Wiki-ում գրեք այնտեղ լիքը ինֆորմացիա կա դրա մասին կայ բանը սպիտակ թղթի հետ օրինակ որ բան ամեն անգամ ոնց որ ես արտագրում եմ սպիտակ թուղթը, այսինքն անընդհատ այդ դա էլի սպիտակ թղթի մեջ այդ փիլիսոփայական ոչնչի մասին, հա, ու այսինքն իմ մոտ անընդհատ այդ բանը կա սպիտակ թղթի սիմվոլիկա կա չգրելու էլի մասի, այդ էլ ակցիա, օրինակ մի հատ շատ հետաքրքիր բելգիացի նկարիչ կար, անունը հիմա մոռացել եմ, ինքը վերցրել էր Ռենե Մագրիտի այդ հայտնի այդ Նիտրուբկան ու դարձրել էր ոնց որ այսինքն Մագրիտի սա ծխամորճ չեն դարձել էր ինքը նաև ոնց որ ինչ որ նոր մոդել երբ որ մենք նայում ենք այդ մոդելին մենք ասում ենք ոչ թե սա ծխամորճ է ասա Մագրիտի այն ծխամորճն է որը չկա ջերեցի հասկանում ես այսինքն սիմուլակր լրիվ սիմուլակրն այսինքն ինքը անընդհատ այդ բանն է այդ պոստմոդեռնիստական խաղերն է ու դրա համար օրինակ ես մեկ-մեկ կարող գրեմ չգիտեմ Արամ չգիտեմ եսի ինչ ավետիս Արամ այսինքն այդ անընդհատ այդ բաները սիրում եմ էլի օգտագործել Արամ ավետիսը ազգանունից չէ Վաննա տենց ես միշտ ցիտում եմ չնայած այդ ցիտատը հնարավոր չի գտնել ես ինքս եմ փորձել որ կինոդպրոցում մի անգամ դասախոս պատմեց որ Գադարը մի անգամ ասել է ու դա ես դա ման եմ գալի չեմ գտնում որտեղ այդ ինչ-որ ինտերվյուներից տենց հավաքված միտք է որ երբ որ Գադարը ասել էր որ ինքը իրան հեղինակությունը կարևոր չի որտեղ ինքը հիանում է միջնադարյան տաճարներով որոնք այնքան դժվար գործ էին որ մեկը սկսել է թորը ավարտել է հա ամեն մի կտորը մեկն է արել արի ու հեղինակին գտի բայց այս ստեղծագործությունը ինչ հզորություն է որ ինքը ուզում է այդ տաճարի մասը լինի ոնց որ այդ միտքը ինձ միշտ գերել է էլի որ ես կուզենայի այդ տենց ստեղծագործ լինեի ու դաժե տենց Դալգապոլովը Սարժ Դալգապոլովը կոմիկը մի անգամ մի հատ կոմիկի վրա հղում է անում անգլիացի որ ինքը ասում է ես միշտ հիացել եմ բայց ես պարտվել եմ այդ ճանապարհի վրա մի հատ անգլիացի կոմիկ կա որը ոչ մի բան չի թողարկի երբեք դու իրան կարաս մենակ լայվ տենաս то есть այդ իր ակցիան է որ տիպը ստենդափը չի կարա վիդեո լինի դու պետք է գաս լայվ նայես հա լսես հենց բանն էլի Սոկրատեսի թեման է երբեք չի գրել խոսել է Պլատոնը գրել է բայց երբ որ դու դա կարդում ես նայեք օրինակ դա էլ է ֆենոմեն ուրեմն Պլատոնի ամբողջ գործերը բացի եթե չեմ սխալվում հենց պետությունից ինքը Սոկրատեսի բաներն են դիալոգներն են բայց բոլորի վրա գրած է Պլատոն չէ գրքի այսինքն ինքը ոնց որ ես գրի առնեմ ձեր խոսակցությունը ու վերջում գրեմ Արամ հա իմ անվան տակ տպեմ էլի բայց դրա հետ նաև հետաքրքիր մենք չգիտենք արդյոք այդ Սոկրատեսը ինչ որ խոսացել է Պլատոնը իր կողմից բան դրել է թե չի դրել փոխել է թե հանել է ու Սոկրատեսը ավելի շատ այդտեղ որպես հերոս է ներկայանում թե իրական Սոկրատեսն է ու իր Սոկրատեսը մեկ էլ ինչ որ պիեսում է հայտնվում բայց նա ինքը մի քիչ ուրիշ կերպար է ու դրա համար ընդունված է համար որ Սոկրատեսը հաստատ գոյություն ունեցել բայց ինչքան է Պլատոնը իրալ ձենը դրել իր ինչքանով է գոյություն
ունեցել էլի այդպես։ Այդ բանը կա էլ այդ Bartleby-ի բանն է, էլ այդ գրականությունից երբ որ դու հրաժարվում ես, այդ հրաժարվելը էլ է դառնում ակցիա, չգրելը էլ է դառնում գրականություն, այսինքն ստեղ հենց այդ բանն է, էլի, օրինակ այն օրը իդեպ այդ Արխանգելսկու հետ որ մենք խոսում ենք, այնտեղ բանի մասն ենք խոսում, Յուրի Ալեշայի մասն ենք խոսում, որ իմ ամենասիրած հեղինակներից է, հայտնի է ինքը որպես այդ 3 հասլիկները գրքի Տրիտասիկայի հեղինակ, բայց Ալեշայի կարծեմ էլի ցույց տվեցիր վիդեոն, իր գերեզմանն էլ է սա։ Ալեշան մի հատ բան ունի, Կնիգը Պրաշյանյա ունի, որտեղ ինքը գրում է բանը, իր օրագրերն են ոնց որ, ու ինքը ամբողջ գիրքը նրա մասին է, որ ինքը մտ հանճարեղ վեպ ունի, նախանձակ ոչում զավիսը, այդ 3 գործերով են հայտնի, ու իր այդ Կնիգը Պրաշյանն ամբողջը նրա մասին է, որ ինքը չի կարում գրի։ Ինքը դա չգրելու մասին, ու հետաքրքիր որ Արխանգելսկին շատ հետաքրքիր բան ասաց ոնց որ ինքը բան լիներ։ Ավելի շատ ոնց որ ուռուցք լինի էդի։ Այդ իա չգրելը ուռուցք։ Դես կոնտրոլն աճում է, հա։ Որտե որ ինքը բացատրում է ոնց ինքը չի գրում, հա։ Ինքը գրում է թե ինքը ոնց չի կարողանում գրի։ Բայց երբ որ դու դա կարդում ես, զգացմունքա ցանկացած գրողի համար, հա։ Որ ես կամած գնում եմ դեպի այդ գրողները, ովքեր ունեն ասենք 3-4 հատ բան գրած, չեմ ասում ով շատ է գրել վատը, կան մեծ գրողներ կան, որ շատ են գրել, բայց օրինակ չեմ Դաստայևսկու դեպքում դա չգիտեմ, փողի խաթերա գրել, չգիտեմ, փող աշխատելու համար ստիպած է գրել, մեկը չգիտեմ, պրոստը լավ իմաստով հանճարեղ գրաֆաման է եղել, տես նստե գրել է ժամանակահունից, բայց այդ հեղինակները ինձ անդադ քաշում են, որտեվ ես հասկանում եմ, որ դու մեկը մի պահ պիտի չգրելով գրես, էլի, հա, բայց այնակ փիլիսոփայական իսկ ես մտնում ենք այս թեմայի մեջ երկու ոտով, նայ ոնց որ ես որ բանը դա ասում եմ փոքր վաղտվանից ես գրում էի ու իմ գրելը սկսեց նվազել այն պահին որ ես գնացի ժուրնալիստիկայի ֆակուլտետ ու տեսա ոնց որ Վանիգուտն էր շատ լավ ասում որ դու երբ որ գալիս ես համալսարան դու շատ արագ հասկանում ես որ դու Մոցարտը չես որ տիպը քո շուրջնած մարդիկ են տաղանդավոր մարդիկ են հա դու ստիպված այդ ճնշումը զգում ես էլի իմ շուրջը շատ ավելի լավ գրող մարդիկ են սկալե դեպքում Սալերին լինել ամին էլ բոլորին ես մի հատ բան մի հատ օդստուպ Սալերի վրով ես այդ իմ սիրած թեման է դժվար փորձել դրա մասին կատակրեմ բայց դժվար է դրա մասին կատակրել ես Սալերին իմ համար որսից արա ես եթե ես իրան տենայի կյանքում ես իրան այսպես կգրկեի որտեվ Սալերին եղել է հանճարեղ շատ հայտնի բան ինքը եղել է կոմպոզիտոր ինքը եղել է Բեթհովենի դասատուն ինքը խոսքի բանա իրական լուրջ խնդրեմ չի եղել բայց իրան սա հիշում է որպես Էդրի Գարսիայի բանավորված զլադեյ պրոստ ու խոսքի այդ մարդը երկու հանճար է լավ հարաբերություններ եղել Բեթհովենի դասատուն է եղել ու տենց էլի Սալերի ժամանակակից գրականագետ կա Սելինի դեպ թարգմանչուհին Մարուսա Կլիմովա է իր անունը երկից է վերցրել ինքը տես թարգմանում է տես հա Մարուսյակի Մորկայից Մարուսա Կլիմովան բան անդադ Պուշկինին կպնում է չի սիրում ու համարում է այնտեղ Լիմոնովին էլ օրինակ ասում է կալենդարնի պա այդ բամը կալենդարի համար տվիր չկարդացի չէ ու բան ասում է Դանտեսը ասում է ռուս գրականության համար ավելի շատ բան արել քան սպանել դրա համար բայց короче այդ գրելու վրով հա ու ես եկա այդ ֆակուլտետը ու всё հիմա ես էլ չեմ կարա պրոստը այդ մանկական խաղամ գրականության հետ ոնց որ ես անում էի միշտ հիմա ես պետքա ինչ-որ ստանդարտներին համապատասխանեմ ու գնալով այդ մենակ վատանոր ես հիշում եմ բաներ արդեն դա ամենավատ բանն է ոչ ստանդարտներին համապատասխանել հենց այդ շատ ուշ եմ ես այդ համարձակությունը ունեցել որ ես թքած ունենամ այդ ամեն ինչի վրա դե ժուրնալիստիկա մի հատ կերպար կա գրող որին շատ դուր է գալի այդ բանը Հանթեր Թոմսոնն է Գոնզո ժուրնալիստիկայի որովհետև Գոնզո ժուրնալիստիկան իրականությունը հարմարացնում իր ոչ թե ինքն է հարմարվում դե ինքը գրականություն է ինքը ժուրնալիստիկա չի լրիվ գրականություն է իդեպ Ջոնի Դեպի էլի մոտ ընկեր է որին ինքը էս մարմնավոր Страх Индиановец Лас-Вегасе բաննա ու в общем ու հետո ես հիշում եմ ես եկա արդեն Մոսկվայում այդ կինոդպրոցը und մեզ ֆոկիններ դաս տալի свой среди своих чужой в общем ինքը դաս էր տալի ու ես իր կուրսից չէի բայց ռեժիսորը ում հետ ես այդ վաղտ աշխատում էի հետ ապրում էի իր կուրսից էր ու ես էտյուդ էի իր համար գրել որ ինքը գնար նկարել վարժություն էր պրոստը Այս վարությունը տարանք ցույց տվեցինք, որտեղ շատ պոշլի ձևով ես գրում էի մարդու մահվան խոսակցությունը, տենց բան։ Շատ վատ Բերգման էի խաղում։ Ոչ, ու այս բանը, այս կարդած ես ֆոկինը, ասաց, այս սրա համար ճապոնական տենց ասացված կա, որ միջև գրելը մի հատ զմայլվի, սպիտակ թերթի գեղեցկությամբ։ Այ ես էլ ջայլ տղա դու խոսքի մետր ես դու sense բան ես ասում ես հետո գտնում եմ ուզում եմ բան ոչ էլ չգրեմ կյանքում էլի տիպը լավ դե չեմ գրի սպանեք տիպը այդ վիճակը որ բանա ու ինքը ի մեջ մնացել է որպես
ինչ որ տենց առանցք, որ չգրելը լավ ակտ է։ Բայց հետո ստացվում իսկ կարող ես հիմա իմ ծուլության ու իմ վախերին եմ պրոստը բան կերակրում դրանով։ Կարող ես դրանով պրոստը ինձ բան եմ, ինչ արդարացնում։ Կոմետ չկա այդ միտքը, որ եթե դու գալիս ես դեպի այդ կողմ ու իրանք էլ քո նշած գրողներն էլ, երբ որ գալիս են դեպի այդ կողմ, իրանք արդարացնում են իրանք վախերը ու ծուլությունը մեծ մասով։ Ինձ թվում է դրա մեջ էլ կա գրականություն, որտեվ այդ գրականության հենց իմաստը է, ինչ որ քո բաները բացահայտես դնես ու նաև ինչու՞ չէ արդարացնես քո թուլությունները ու բաները ու առասարակ այդ էլի այդ հերոսացված որ պիտի չգիտեմ դու անընդհատ պիոների պես միշտ պատրաստ լինես այդ չէ ես օրինակ միշտ հիացել եմ այն գրողները ովքեր կարող են այնց բաների մասին գրեն ու կոպիտ ասած բարձրաձայնեն որ դու չգիտեմ շատ կամաչ է դրա մասին խոսել չեմ ծնողների հետ հարաբերություն չեմ օրենտացիայի հետ կապված չգիտեմ ինչ-որ sense բաներ ու sense երբ որ դու կարդում ես դու մի տեսակ այնց հիացմունք կա որ մարդը ինքը ոչ միայն բաց է խոսում դրա մասին ինքը նաև խոսում է դրա մասին այնց լեզվով որ այսինքն դա գրականություն է դա պրոստը էլի խոստովանանք չի պրոստը պոշտես չի այլի մտես դուրը փակես ասես վայ ես այսպիսի բաներ եմ հանցագործություն եմ արել օրինակ բանը այդ մի հատ շատ հետաքրքիր նկարիչ կա Մանդելբաումը ես իմ մասին գիրք էի կարդացել որը իդեպ եղել է հույնի ու հայի խառնուրդ Մանդելբաումը շատ նման է բասկիային բայց բելգիական նկարչության մեջ շատ էքսպրեսիոնիստական բան ու ինքը 26-27 տարեկանում մահանում բանա այդ Մոդիլյանի գողություն են անում բանի շուր այսենց այդ ես ասում եմ մի 30-40 տարի առաջ ու հետո ոչ մի դիակը գտնում են բան ու իր նկարների մեջ որտեղ ինքը տենց Արտուր Ռեմբոյին է նկարում Պազոլինի է շատ սիրում հետագայում գտնում են տեքստեր, որտեղ ինքը գրում է, որտեղ պետք է ռազմոյի գնան, ինչ պետք է գողանան, այսինքն այդ մտնում է նկարչության մեջ։ Այսինքն իր համար այդ նկարչությունը, օրինակ ինձ որ ասում են Instagram, ասեմ իմ համար Instagram-ը սեյվագրությունն է։ Ես մտել եմ այնտեղ, որ եթե ես պետք է թուղ գիրք պահեմ, որ sense գրեմ, ես այդտեղ եմ ասում եմ գրում ու թողնում եմ։ Ես ճիշտ հասկացա, իր նկարների կտավի մեջ ինքը տեքստավորի գրում է, որտեղ պետք է ինչ են արել, ինչ հանցագործություն, ինչ պետք է լա։ Ու դա նկարի մի մասն է։ Նկարի մի մասն է, որտեղ տեքստեր են գրած, ինքը դու նայում ես sense խզացություն է, բան, բայց դա սեյվագրությունն է։ Ոնց որ գալիս է նրա ոչնչացման ակտի մասին ես ասում, նայ, ոչնչացման ակտը արվեստի ակտ է 100%, բայց չստեղծելու ակտը գիտես ինչ ինքը արդեն ակտը չես կարող ասել բայց այդտեղ ոչնչացում ես ինքդ քեզ հասկանում եմ բայց ոչնչացումը 100% արվեստի ակտ է մենք այդտեղ կասկած չունենք բայց չստեղծելը ակտ չի եթե դու ունես ստեղծելու ջիղ չստեղծելը դա այսա քո ոչնչացումը այս դեպքում ոնց որ քո փլուզումը դառնում է արվեստի գործ գիտես ինչ եթե դու շատ դժվար է ինչ հետաքրքիր թեմա Կարոջ նայ օրինակ եթե դու բան ես պատկերացրու մի հատ Սթիվեն Կինգի նման այտենց խփնված կերպար որ բան 1000 միլիոնատ գիրք է թողարկում օրը լավ վատ կապ չունի պրոստը sense լցոնում է շուկան չէ հիմա պատկերացրա որ մենք Սթիվեն Կինգեն վերցնում ենք ու ինքը հետ է գնում 10 տարի մենք սաղս հիշում ենք Սթիվեն Կինգի մասին մենք անցյալ ենք գնում բայց հիշում ենք ամեն ինչ կատարվել է ու ինքը որոշում է չգրի այդ կլներ ակտ, որ տիպը ես որոշեցի ես սաղ չանեմ։ Բայց երբ որ դու որոշում ես ինչ-որ բան չանես ու ոչ մեկ չգիտի դու ինչ կարա անել։ Դու մենք չգիտենք ինչ ենք մենք կորցրել, լավ, վատ կամ կարող դու պրոստը չեր ուզում գրել։ Եթե դու գրես ու չհրատարակես։ Ու հետո մի 100 տարի հետո ասես, բանը, հեսա, նայեք, գրել եմ, բայց չեմ տվել ձեզ։ Այս թողարկումը պետքա սնկերի տակ նայես։ Ապա բանը, օրինակ ես պատկերացնում քո անունը կլներ։ Ահա, ստոպ ռեկ ենք անում։ Հա։ Ռեգենք հարցն։ Բաններ, մի հատ ուզում եի հարցնել դու ես նայեցի ոչ միտեղ չկար։ Քո կարդալով կար էլի աուդիո գիրք։ Քո գրքի աուդիոն, տիպա։ Չկա։ Իսկ չկա։ Այդ ես նոր նվերի դրա մասին խոսում եմ, քո պատասխանը լսեմ ու ես կասեմ։ Ես որ առաջարկեմ սիվ կկարդամ։ Առաջարկում եմ։ Հա։ Հա, բայց ես եմ ուզում կարդամ, ոչ թե դու։ Հա, դու կարդաս, կարդա։ Հա, ամբողջ գիրքը։ Այդ է ինձ հետաքրքիր, ինչքանով է ճիշտ вообще որ աուդիո գիրք լինի, երբ որ դա հիմա վաճառքի մեջ կա ու կարող է մարդս դու դեմ ես դրա։ Որը վաճառքի մեջ կա։ Չգիտեմ, ցանկացած։ Որը առաջին 3-ը չկա։ Օրինակ բանը, հենց
Ճարտարապետական մուտացիա։ Չէ, դա եմ սկսել պրոստը։ Դրա կեսերն եմ հասել։ Հա, կստացի ինչի հարցրեցի հենց ճարտարապետական։ Եթե լավ փող աշխատես, նոր փող կտած, եթե չէ, ուղղակի ոնց է գույր կետադրություն, հա, եթե ինքը չկա, այդ թող կա։ Գույր կետադրությունը չկա, հա։ Եթե ինքը չկա վաճառքում։ Մա պրոսը քեզ ավելի հոգեարազատ կլինի։ Ես էլ եմ դες մտածում, հա։ Կարթա։ Դες, կայֆ։ Այնո ինքը կարդացել էր, Հա, ես մի հատվածել եմ կարդացել, հեսա հենց բրցնենք ոդկասթը, ես նենց եմ կայֆ ստանում, այս նվերի այդ պրիկոլից, որ ինքը զապրիկոլ տենց անում այն ինչ։ Եմոտ իդեմ լավ է ստացել։ Գիտես դա ոնց է, բայց գիշերը 4-ից էս շուտ։ Դրազում ես մի քիչ կուզենայի դե բաս ես քունուց չի տանում։ Ես մի քիչ կուզենայի որ ինքը բան աներ։ Սենց ինչ։ Կուզենայի մի քիչ ինքը իր դերասանական բեքգրաունդը հաներ մեջից ու մի քիչ ավելի մարդավարի կարդար, ասած ասած։ Ես բանա, էլի, ես ինձ գիտես ինչ դուր չեկավ այդ կարդալու, ինձ դուր չեկավ այդ կարդալու, որ ինքը ընտրել էր մի գործ, որը արդեն մեկ էլի ընտրել էին։ Երեմներ են ընտրել ընկերս։ Երեմ Կարապետյանը։ Եկարա։ Ու ես ուզում եմ որ դու, ուզել եմ որ կարա մի գործնի որ շատ հավանեն ավելի շատ կարդան, բայց օրինակ իմ մեջ այդ բանը կա, ես միշտ անում եմ մի բան, որը հələ որ ոչ մեկ չի արել։ Օրինակ որը։ Դե դու որը դու Չէ, դու ասա, չէ։ Իմ ասելը որնի արդեն կլինի իմ ասելով։ Չէ, բայց իմ համար տարբերություն չկա, քո գրականությունից դուր է գալիս։ Դու պետք է կարդաս մի բան քեզ կապնի։ Քեզ պետք դու այդ կարդաս։ Լավ։ Ես քեզ գրեմ։ Հա, ես քեզ ավելի ուշ Ոսկե չգիտեմ, ես շուտ ես կարդացի ու իմ մեջ դες մի հատ բան էր մնացել, մի հատ այդպես տրյուկ էր մնացել քո գրածին, որ բան աղի թուքը ու աղոտքը, այդ դրա վրա ես եկա լրվել էի, չգիտեմ, խինք անդադ ֆռում էր գլխի Արյան մասին բանը, դե լիքը տես։ Չէ, հենց կոնկրետ այդ բան ֆոնետիկի այդ բանը, համադրությունը, այդ ալիտերացիան շատ էր մեջս մնացել, որ կյանքում չէի կապի աղոտքը աղի թքի հետ, ու ինքս connect-ը եղել էր։ Ոչ մի ինչ որ գրական բացատրություն դրա չկա, ինքը պրոստը կոնտեքստի դուրս դες կպել էր ինչ-որ, բայց այդպես որ զգաս որ այստեղ նեյրոններդ վառվեցին, այդ վերջը կարդա, դա ամենակայֆը կլինի։ Իսկ մեկ էլ բանն է ուզում հարցնել, դու հաճախ տենց քո գրականության մեջ Աստծու մասին, ու բան հավատքի մասին, բան նենց ձև ես արտահայտում, որ շատ հավատացյալ մարդը կարող է ինքը վիրավորվի։ Բայց հասկանա։ Բայց դες շատ հավատացյալ մարդը դժվար է քո գրքերից вообще կարդալ։ Ես չեմ կարծում, որ գործերից մեջ կան այնպես բաներ, որ կարա վիրավորի, որտեվ իմ համար էլի երբեմն, այսինքն իմ համար պատկերն է կարևոր, այսինքն այդ չգիտեմ, այդ բառային թեկուս հնչողությունը բան ու նաև իհարկե ինչ որ նոր անկյունից այդ ամեն ինչը նայելը, որտեվ այն մարդը, որ անընդհատ այդ թեմայի մասին գրում է, ուրեմն դա իրան մեջ կա այդ ամեն ինչը, այսինքն ճիշտ է սա, այսինքն եթե դա քեզ դու դրա վրա թքած ունես, դու դա չես գրի կյանքում, օրինակ բանն է, դա քեզ անհանգստացնում է այդ թեման, որտեվ դու ուզում ես ինչ որ անդադ ինչ որ կապ գտնես, չգիտեմ, այս դեպքում Աստծո հետ կլինի կամ այդ քո ներսին ինչ որ ներսի այդ ինչ որ բաներ հետ ու դա քեզ դրթում է ամեն անգամ ինչ որ հերձել նոր բաներ փորձել մեջը տեսնել այդ կապը գիտես ես ոնց մտածում եմ այդ դու օրինակ մի հատ տողեր կարդացի տենց որ ձնե մարդու հետ ես համեմատում Հիսուսին որ երեխեքը իր աշակերտներն են թող իրանց մարմինը հենց իրանք են բան sense ու sense մտածում եմ երևի դու ուզում ես ավելի բերես այս աշխարհ էլի բան բերես ավելի sense ներկա այդ ամեն ինչ այդ պատկերավոր լինի հողին կցնեմ ավելի Դե իրականում Քրիստոսի կերպարը կարծում եմ հենց նոր կտակարանում ինքը հենց ֆենոմենը դրանում որ ինքը մարդուն մոտ է այսինքն իր մեջ կա չէ որ ինքը բանն է չէ այդ մարդ աստվածն է այսինքն ու իր մեջ բայց համաշխարհային գրականության մեջ օրինակ կան չնայած մի քիչ ավելի բացասական տեսանկյունից օրինակ Սարամագոն ունի բանը այդ Եվանգելիատ Հիսուսը տենց է կոչվում Քրիստոսի կտակարանը բան ունի դե ինքը ավելի կոմունիստ է ինքը բան Կազանձակիսը ունի դեպ Սկորսեզեն ֆիլմ ունի կաս Պասվենի Իսկուշենի Խրիստա Քրիստոսի վերջին գայթակղությունը Կազանձակիսն մի քիչ իմ մոտ ավելի պոետիկ բան է բայց հետաքի որ այդ ձնայ մարդի հետ կապված մի հատ ծանոթ ունեմ լավ բարեկամ է ինքը լա գրում այս վերջս ասեց Այ դեպ այդ հեղինակային հետ ասեց գիտես ասեց այդ ձնե մարդու բանի կերպար ասում անենց դուրս եկե ես էլ եմ այդպես մի բան գրել ասում չէ ասում վերցրել եմ քեզանից ոխել եմ չէ հա բայց ինն եմ գրել Անասում ես վաղը չեմ իսու դի կտպվի հետո ինչ է կասեն լրիվ հակառակն է եղել ու հիշում եմ որ այդ պահին ինչ որ բան կա գրական էջեր կան այդ տեքստս ինադու դրեցի ու արկեցի որ տպված լինի հա բայց օրինակ էդ էլ գիտես ինչ օրինակ
իմո դաժե էդի այնքան հիստերիկայի մակարդակի ասում որ օրինակ եթե դու ինձ մի հեղինակ ասես որ ես կարդամ ու ինձ դուր գա ու ես իմ ասի մի բան գրեմ ես կարող եմ այն կարգի ձեռս քոր գա որ պատմություն գրեմ նվիրում եմ Աշոտին հետո որ ասեմ իմոտ շնորհակալության բանը ել չեմ ասում մեծ գրողների հետ կապված որ ասենք ես թե ես ինձ ոգե շնչվել եմ տող եմ բերում այդ քանի ավելի մոտել կար է շատ հեռու չեն գնացել էլի նայ իմ համար նվերը որ ասած տիպը ես կուզենայի այտենց աուդիո գիրքը բան է ձայնագրեի իմ համար մի քիչ տարօրինակ է քո գրականությունը աուդիո տարբերակում որովհետև բացի ամեն ինչից ես տեքստն եմ շատ սիրում բայց ոնց որ այդ ճարտարապետության թեման կոմոդ ցելամ էլի ինքը կոմոդ շատ բան է որ ես պետքա տենամ ես պետքա կարողանամ մի հատ հետ գամ կապը հաստատեմ աուդիոյով ինքը այդքան լավ չի աշխատելու ինչքան տեքստով կարա գիտես ոնց է աուդիոն աշխատում երբ որ ես ձայնագրում եմ աուդիոն բանն է ձայնի վրա է աշխատում դու ավելի պատկերավոր ես պատկերացնում որովհետև ֆոնետիկ ինչ-որ նայ օրինակ օրինակի համար տեքստ է ասենց եւ կատուն վազեց վազելու ձեն ես դնում կատվի տակից ու դու նենց ես պատկերացնում չէ եթե քեզ կատվի ձենա պետք որ դու կատու պատկերացնես վազով այդ դե քեզ է պետք ջոկում ես ինձ պետք չի դե դու ես ասում քեզ պետք է ինձ պետք չի դու ես ասում քեզ չէ բայց օրինակ այնտեղ բաներ կան որ չգիտեմ ասենք հիմա մտքովս եկավ չգիտեմ ասենք կետադրական բառի մեջ ասենք կա դրական բառ օրինակ չէ հա ֆոնետիկը կարաս ընդգծես այնպես ոնց պետք է կարդաս որ օրինակ այդ բառը խաղը կպնի հասկացվի կամ շեշտես հա եթե տենց գործ անես կարա հավան դառնա բայց էդի այս դեպքում Աշոտի հետ համաձայն եմ որ այդ երբեմն ավելի վիզուալ է որտեղ դու կարող ես լսես չէ ես եմ սխալ համարում էդի բան ընդգծված բառախաղը չհասկանա ես օրինակ սխալ եմ համարում որ աուդիո գիրք եմ լսում եւ դուրը բացվեց մեկ է դրան ճռոցա լսվում ստե մի քիչ կարանք էլի բան դեպի Շվիցերս գնանք որ այդ աուդիո պոեզիան որ տիպը եթե հենց մենակ ֆոնետիկը վերցնենք քո գրքից աբսոլյուտնա սախ թողենք մի կողմ ու սկսենք բառերը ջարդել ըստ ձայնարկությունների էդ էլ կարա հետաքրքիր գործ դառնա բայց դինս գործը առանձին պահանջում է դեկոնստրուկցիայի սա ինչ որ դու գրել ես որ ինքը մի հատ առանձին ստեղծագործություն կդառնա աուդիոյի մեջ ջոգում ես բայց հետաքրքիր է ինքը կարա հետաքրքիր ինչ որ բան դուրս գա իրանից բաններ որ ասում մեկը զբաղվեք դրանով լինելու բանը բայց այս մեր հանդիպման ամենաշատը ինձ գիտես ինչն է ուրախացնում որ այն Բորխես ասում է ավելի շատ ասում է ես հպարտանում եմ իմ կարտածած գրքերով քան իմ գրած որ հիմա ավելի շատ հնարավորություն եմ խոսամ իմ CS գրողների մասին որտեղ մեծ մասամբ ամենտեղ ոնց որ քո անձի մասին բան բայց ու տենց բանը ֆորմատը հնարավորություն է տալի տենց լայնանալ Вообще это միտքը դաժե բաներ որ երբ որ մենք մարդ ենք աչում ասենք թե ինչ որ տենց խոսքի անցնական մեր մոտ բաներ Բագրատ Դաբաղյաններ որը բան Տրիադա կամպանիայի ես չէ՞ իր պաշտոն չի դա չէ տերից է ասած короче շադոմատիկ խաղ ստեղծել հա ու մենք շատ քիչ խոսացինք իրանց կամպանիայից մենք պրոստը խոսում էինք խաղերից որտեղ այս մարդու հետ այս մարդը որը տարված է այս ամեն ինչով իհարկե հետաքրքիր է դրա մասին խոսած որտեղ այդքան հաճախ չի ինքյանքում որ ես կարամ գրականության մասին այսքան խոսամ ինչ որ մարդու հետ ու ես ջոգեմ որ արա հələ այնքան բան կա խոսալու տիպը չօգնացնող գրականության մասին խոսակցություն ու ես քո հետ տենց կնստեի խոսայի առանց կամերաների բայց կամերաս գիտեմ որ էսի կայֆ խոսակցություն է ես նախընտրում եմ որ կամերաները լինեն էլի այնտեղ արդեն որյորդ անգամն է որ տիպը մենք չենք եկել քեզ ինտերվյու անենք քո կերպարաբացահայտենք քո հետ արդեն կան ինտերվյուներ լիքը գնացեք նայեք շատ լավ ինտերվյուներ են Լսի բաններ լավերից նստած բլբլում ենք էլի ոչ մի կարևորություն սրա մեջ չկա իրական Այս բան գրողից օծից բանը որ դուրս է եկել Այս վերջերս է սկսել դուրս եկել դուրս գալ հա Արդեն եղել ես ընդ դու Հա եղել է մի երեք տենց միացրեցին Ես բան եմ ես բաներ տենց մի քիչ կարճ է տևում ինքը 30 Այդ Բուն TV բոլոր պոդքասթների խնդիրն է Ասե 35 վայրկյան է 35 րոպե այդ ֆորմատը այդ ֆորմատն է տենց չէ ուզում եի հասկանայի դու որ գնացել ես յուր բանը տենց սպարվեց խոսակցությունը թե Չէ իրաց ֆորմատն է հա ու ոնց հասկացա ավելի շատ թեման ոնց որ քո անձն է Հա ներաշխարհը բան քո Բայց ինքը ընդհանուր ես դե Ստեփանյանն հետ իհարկե նայեցի որտեվ ես Աշի համար գժվում եմ вообще բայց բանա Աշնել է եղել Ստեփանյան Հա առաջ թվականից իր հետ եղել Պրոստը բաներ ինքը վատը չէր ես sense վերջապես գոնե մի քիչ նորմալ գրականություն ես իհարկե կնախընտրեի որ ինքը ավելի երկար լիներ ավելի բան թազակաբար հետո էլի ինձ դուր չի գալի որ մի քիչ sense
հաշվի առնվում մեր դիտողների կրթվածությունը, որ տիպը դե իրանք չեն հասկանում մենք ինչի մասն ենք խոսում։ Հիմա պատկերացրամ դու նստես սաղ ռեֆերենսները դե բացրել։ Ես դաժե կեսը չէի հասկանում, բայց ախպեր ջան, ես հետո կնստեմ մի հատ նայելով կգուգլեմ, սաղ կգտնեմ։ Ես Google-ի տեղը ես գիտեմ, ինձ պետք չի որ ինձ նստեն ու բացատրեն ծամեն ամեն ինչ։ Ես շատ անգամ դաժե վիրավորական է։ Գուգլում եմ, ինչ որ բառ անհասկանալի, ինձ գուգլում ես, всё, ավելի հասկանալի։ Հա, մենք հիմա այդ աշխարհում ենք ապրում։ Հիմա բանա, ես տենց եմ նկարագրում, որ այսօրվա օրով քեզ ոչ թե դաժե իմանալն է պետք, քեզ պետք են մենակ ոնց որ բանն է պետք, ռեֆերենսն է պետք։ Դու պետքա իմանաս այս սրա գոյության մասին։ Հետո բուն կոնտենտը դու միշտ կարաս քաշես։ Դե օրինակ ինձ մեկ-մեկ որ ասում են այդ գրողներին որտեղից ես իմանում, տենց ավելի տենց տարօրինակ բան, ես միշտ ասում եմ, ես կարդում եմ գրողներ, որոնք խոսում են գրողների մասին։ Ու դու այդ գրողների մասին, եթե քեզ հետաքրքիր է, գնում ես իմանում ես։ Օրինակ բանը, չգիտեմ, նույն Դյուշանի օրինակով, Դյուշանի ինտերվյուներում Դյուշանը խոսում է Ժուլ Լաֆորգի մասին, որը 27 տարեկանում մահացած մեծ ֆրանսիացի բանասա։ Ասում եմ, իմ ամենասիրած բանասա։ Մտա ինչ որ ինտերնետով նայեմ բանը, մեկ է տեսա ինչ որ այդ օզոն-մոզոնում ինչ 900 դրամ, 100 տարի ոչ մի չի առնում, նոր տպված Ժուլ Լաֆորգ։ Հետո պարզեցում որ մեր թարգմանիչներից մեկ Ալիքյանն է թարգմանել Լաֆորգ հայերեն այն ժամանակ բան ու իմանում ես։ Հիմա եթե դու կարդաս կողքով անցնես, բայց եթե դու վերցրել ես Ջուշանի մասին ուզում ես իմանաս ու իր ամենասիրած բանաստեղծը քեզ հետաքրքիր չի, ես ես վերջերս մի հատ բան եմ նկատել, ասում եմ Ցեպոչկով գնում է, էլի դե։ Բա ոնց է, դա մշակույթի իրար հետ կապված բաներ է ամեն ինչ։ Օրինակ ես վերջերս ես սկսել եմ բան անել, ուշադրություն դարձնել, օրինակ ասենք որ ավտոբուս եմ նստում, չեմ ձեռքս գիր մի քիչ կարող սնոբոտ հնչի, ես նայում եմ մարկանց ու զգում եմ որ ոչ մեկին հետաքրքիր չի քո ձեռքում ինչ գիրք կա։ Հա, կարևորը գիրք է, հա։ Չէ, կարևոր գիրք չէ։ Իմ համար օրինակ, երբ որ ես տեսնում եմ ինչ որ մեկը նստած գիրք է կարդում, հա, քեզ հետաքրքիր ինչ է կարդում։ Բավ չէ, դա թեման իմ թեման չի։ Իսկ մի քիչ կանկալման հարցն է։ Իմ կալման հարցն է։ Որովհետև ես եմ միշտ ավտոբուսում գրքով, ու ես տենում եմ, ես դե նայ, ես այդ որ ասում եմ, ես դուրսն եմ սիրում կարդամ, ես դիմիտեղ նկարագրել էի դաժե, ու ես լրիվ այդ ընդունում եմ որպես իմ թուլություն, բայց ես իրան օգտագործում եմ ինձ իօգուտ։ Ես երբ որ ինչ որ public տեղ կարդում եմ, ու ես տանում եմ որ մարդիկ իմ վրա նայում, ես ինձ լավ եմ զգում։ Դες մի քիչ sense բան էլի, ես ասիրություն սամյանում։ Ոչ թե մարդիկ նայում են քեզ, դա իրենց հետաքրքիր դու ինչ ես կարդում։ Ես քեցի նկատել որ մարդիկ sense թակուն նայում են ինչ եմ կարդում։ Ես շատ եմ նկատել, իրանք հետաքրքրվում են։ Ես հասկանում, դե կան իհարկե, չեմ ասում որ ոչ մեկ չկան, բայց դրանք այնքան քիչ տոկոս են, իսկ իմ համար այդ գիրքը բովանդակությունն է։ Հա, ինչ որ գիտես ինչ, ինձ ինձին բան է։ Ինձ միշտ թվում է որ ուրիշի կարող ուրիշի ինձ իմը միշտ հետաքրքիր է, չէ՞։ Տենս ինչ է կարդում, տենս ինչ է լսում, բան այսինքն միշտ ինչ որ բան կա, էլի դա։ Շատ ժամանակ լինում է ես երգ եմ լսում, հարցնում են ինչ երգ ես լսում, ասում եմ։ Հա, տենց էդ էլ է։ Երգես իզ երբեք չեն արել, բայց ես դե լսած երգերը պատկեր եմ տեսած, բան հիմա ռասիզմի մի վարքանա, բայց ոչ պրոստը տաուրինն է կա։ Դեռ ավտոբուսի մեջ կանգնած եմ, դեռ մի հատ սև տղա հայերեն գիրք կա։ Չէ, հայերենը կհասկանայի։ Կարդում է Գոմեր ռուսերեն։ Օպա։ Ես դեռ օր այս ինչքան մշակույթի բախում աստեղ մի տեղ մի անգամից էլի խի ռուսերեն ու խի Հոմեր էլի։ Շատ շատ մի անգամից։ Դա աբսուրդն է, էլի։ Հա, լրիվ։ Աբսուրդն է։ Դες իսկ բանը հայ գրողներից է, բան ում խորհուրդ կտաս էլի սկսեն կարդալ։ Համաշխարհ, ուզում ասեի դասականներից։ Դասականներից, հա։ Սենց որ բան, պոետներից բաբշե չի կարդում այդ մարդը, էլի, սենց զադրոշ չեմ կարա ասեմ, բայց պոետներից դե էդ էլ չեմ կարա տենց ասեմ, առասարակ մարդ որ ուզում է մի բան կարդել, ինչ որ մի բան սկսում է կարդալ, տենց որ ասում է ինձ ասեք ինչի սկսեմ, բա աման դա չի։ Ես մի հատ լավ։ Դե ոնց որ են որ մարդիկան ուզում են նիհարեն ու ասում են այ երկու շաբթի կինո են ուզում նայեն, հարցնում են չեն նայեն։ Ես դրա վրով մի հատ նենց խորտ լսեցի անորը, բայց փիլիսոփաների առումով, ու ես ասացա որ գրողների առումով լրիվ նույնն է։ Նենց լավ խորհուրդ է, օգտվեք։ Կարոջը փիլիսոփաների մասն էր ասում, չէ, ասում է ինչ, նայ, երբ որ մենք ինքը փիլիսոփա է գործող, ու ասում է երբ որ ինձ հարցնում են ինչ փիլիսոփաներ խորհուրդ կտամ, ես ասում եմ մի հատ նայ քո կյանքում, քո շրջապատում, ինչ փիլիսոփաների անուններ են ամենահաճախը ֆռում։ Դրա պատճառ կա ինչի է տենց, ինչի է քո շրջապատը, օրինակ Սենեկա շատ ցիտում կամ Սոկրատեսի մասին շատ խոսում, հա, կամ Նվեր Բեգլարյան։ Ինչ որ պատճառ կա խեն իրանք այդ մտածելակերպի մեջ, եթե դու այդ գրքերը կարդաս, իրանք քո համար ընկալելի կլինեն, որովհետև շատ հաճախ փիլիսոփայությունը քեզ դզում է, որովհետև ինքը շատ լավ ֆորմուլիրովկա է տալի այն մտքերի, որը դու տեղից էլ հասկանում ես։
Ես վապեր հասկացա որ տենց սա գրականության մեջ էդի մի տեսակ ավելի մասսայական բան է դառնում։ Հիմա օրինակ եթե դու մտնես դաժե գրախանութ լյուբոյ գիրք վաճառողի ասես օրինակ ինչ գրքեր խորհուրդ կտաս կարդա, ինքը քեզ կասի այն ինչ որ ամեն է։ Իրան չէ, բայց քո շրջապատում մեկը, հա, շրջապատը շատ տարբեր է։ Դաժե պոպուլյար գրքերի մեջ մեկը կան կուտոկներ։ Ոնց որ օրինակ բանը Անգելային սենց ասեմ, եթե քո շրջապատում փիլիսոփաների անունները տալիս են դա արդեն վաճի շրջապատ։ Ես չգիտեմ էլի շրջապատներ կան որտեղ փիլիսոփաների անուններ են տալի։ Անդոյ շուտ կեմ պալիտ չեմ անի, չէ՞, դի կա ջոկալում։ Չեմ հիշում կա թե չկա, նավսեկի պալիտ մի արա, բայց շատ լավ կատակա, հա։ Բաներ, տիպը, չէ՞ դե ինչ որ փիլիսոփաների անուններ ֆռում են, ջոմս, ինչ որ ես էլի մեծ գովազդից եկած բան։ Ես մի հատ քարտու տղու հետ էի գնում մի հակը, լրիվ ամեն ձով քարտու տղա ավտո նստած բան ախպեր դե Մարկ Ավրելի էլի ջոկս ու դու ջոկս որ դաժե ստեղ է այդ բայց այդ փիլիսոփաների մեջ էլ կան փիլիսոփաներ որոնք դառնում են բան ոնց որ մասսայական բան որտեվ գովազում են օրինակ ասում է օրինակ նույն Սենեկայի չգիտեմ նամակները այ եթե դու ուզում ես չգիտեմ լավ ղեկավար դառնաս դու կարդա ես բայց իրականում շատ ավելի մեծ բան է մասինա ու ավելի մեծ է կամ իհարկե Մաքիավելի տիրակալը դու պետք է կարդաս Պլատոնի պետությունը բայց այդ կարդացող մարդը կարող է տենց քեզ անուն տա տենց ասի Մաքիավելի դու մտածես քո ասած իմ շրջապատում Մաքիավելի Կստати ռանդոման դու բան հավատում ես այդ թեորիային որ բան գասուդարը ծաղրանք է եղել ոչ թե իրական բան Մաքիավելի մոտ Լսել ես տենց բան չեմ լսել տենց կարտիկ կա բայց ես իրան աբսոլյուտ չեմ հավատում գիտեմ որ ինքը դա Իակոմից նվեր է տվել ոնց որ բանին հա կարծում եմ չէ ես էլ եմ մտածում չէ որովհետև շատ սև հումոր կլներ դի որ ավելի չէ իդրա թվում չէ բայց բաներ տենց որովհետև իր ուրիշ գործերի հետ լիքը հակասություններ կան ընդ եւ բայց ես մտածում եմ ստեղ ավելի շատ ինքը ինչ որ կակրաս ընդգծում էր որ բան լավ ղեկավարը անպայման չի լավ մարդն ինքը պետք է ինքը իրան չես կարող դատես նույն բարոյականությամբ բավականին դաժանություն է քարոզվում իմաստն է որ դու չես կարող ղեկավարին դատես նույն բարոյականությամբ որով դու դատում ես դու գոյսորական մարդ ես էլի ինքը աբսոլյուտ նույն իդեպ հանճարների դեպքում է տենց որ տենց ուզում ես բերես բայց ես սենց չի անի եւ ասում ես բայց դու ով ես քեզ էլի բանը դրա որով ստեղ մի քիչ վտանգավոր իհարկե տերիտորիա է որովհետեւ իհարկե եթե մենք խոսում ենք ծայրահեղ ինչ-որ բարոյական բաների մասին կամ օրենքի խախտման մասին իհարկե պետք է նույն մարդը նույն ձևի դատվի ստեղ խոսելու բան չկա բայց մի հատ արտահայտություն կա որ մենք պետք է հանճարներին մի քիչ ավելի շատ ներենք որտեվ եթե չներենք ու իրանք չկարանան զբաղվեն նրանով ինչ որ զբաղվում են իրանք կրեատիվությունը ուրիշ տեղ են օգտագործելու այդ լավ չի վերջանալու իհարկե միանգամից Հիտլերի օրինակ դա գալի գլխի բան 1000 մի բան բայց մեջ կան որոնք եւ գրել են եւ նկարել են եւ շարունակել են վատ բաներով զբաղվում տենց օրինակներ շատ կան էլի օրինակ իմ ամենասիրելի ֆրանսիացի գրողներից մեկը Մարկիզ դե Սադը որը արի միացա Մարկիզ դե Սադի մասին պատմություն կպատմեմ որը բանտում է էլի տես նստել ու հետաքրքիր է որ այդ բանտը քանդելուց 200 տարի հետո իր կամերայի պատի մեջ գտել են այդ իր ամենահայտնի Սոդոմի 120 օրը, որը պատի մեջ 200 տարի մնացել է։ Ուզում ասեմ շատ ոչ միանշանակ մարդիկ են եղել, էլի։ Կարոջի Մարկես դե Սադի հետ իվատ կապած մի հատ կայֆ պատմություն կա, որ ես իմ որտեղից իր անունը լսել էի։ Ուսած գալիս եմ մամայից, տես մի 13 տարեկան եմ։ Ես իմ որտեղից շատ հետաքրքիր սադիզմ բառը որտեղից է լսել։ Գալիս եմ ամեն ասում, իմ մոտ ասոցիացիան Մարկիս դե Սադի, որ հասկանաս ինչքան երեխային ժամանակ, բան Մարկիս Կարաբասի հետ, Կոտսապագախի, ես ստացա երևի ինչ որ էլի մուլտիկ հետ կապած բան։ Գալիս եմ ասում Մարկիս դե Սադովա, ու մաման ինձ պատմում է։ Ճիշտ է, էլի։ Ասում դե նայ, սադիզմ բառը առաջացել է, բայց սա պատմա։ Ես էշացած որ ոնց գրականությունը կարա sense բան լինի, ու պրոստը այն ժամանակվա Երևանի աբսուրդ է։ Ես գնում եմ դպրոց, ու sense այն որ բան սպորտ դպրոցի մոտ մի հատ մուժիկա գրքեր է ծախում, ու իր գրքերի մեջ դրած է Մարկիս դե Սադից Ժուստինան։ Ես արդեն գիտեմ Երկում է Ժուլիետա եւ Ժուստինա։ Ու ես արդեն գիտեմ Մարկիս դե Սադովը։ Երկս տեղում առնում եմ այդ գիրքը մի 400 դրամով։ Ու մեջս էս բան խորասուզում եմ այդ գրքի մեջ, էս էշացած, ոչ հեչ տարի քշել այդ սա կարդալու, բայց ինչքան կայֆ էր այդ ժամանակ այդ գտած գրականություն արտել, ու այնտեղ ես Մարկիս դե Սադի մոտ մի հատ ու արդեն հետաքրքրված էր իրանով, մի հատ ինքը պատմվածք ունի разговор умирающего атеиста со священником, որտեղ տիպը атеистը մանում է, բան եկեղեցականը գալիս է որ իրան մեղքերի թողություն տա, էսի ասում են ինձ պետք չի մեղքերի թողություն, вообще կոմասի մտածի, ու այդ պատմվածքը մեծ ազդեցություն ունեցել իմ աթեիզմի վրա, որ ես այտենց շատ հստակ աթեիզմ եմ դարձել
ու հետո տարիներ հետո ես հետ եմ եկել այդ պատմվածքին, մտածել եմ, արա, բայց Չէ, դեսա ջան, բայց դու լավ չես գրես։ Դու բան եկեղեցականի կողմից լավ չես խաղացել։ Ինքը շատ թույլ է իր արգումենտները, էլի։ Ուրեմն ինքն էլ աթեիստ եղել է։ Հա, ինքը դրա համար նստել է, էլի մեծ մասը, որտեղ ինքը շատ տենց բան բաղախուլին բան գրել։ Ու այս վերջի ֆիլմը, որ մենք նայում ենք, մեր այդ իմ ֆիլմը, որ մենք նայում ենք, ինքը դրա վրա հղում էր, որտեղ ուզում էի եկեղեցականի մի քիչ ավելի շատ ուժ տալ, չնայած ես աթեիստ եմ, բայց ես ուզում էի մի հատ չեսնի պարտիա խաղի աթեիստի ու եկեղեցականի խոսակցության մեջ։ Ուրեմն ասում նայ որտեղից որտեղ հասել է, ու մենք բուկվալը վերջերս ֆիլմը նայել ենք։ Ինչ կլներ, եթե կարդացած չնայր, էլի, այս սցենարը չէիր գրի կարողա։ Որ ասում ես իմոտ ավելի բարդ է այդ դեպքը, որտեղ ես մուտացիայում պատմվածք ունեմ, որը մամային եմ նվիրել։ Ու այդ պատմվածքի մեջ 10 դա իրականություն է, որ տատիկս գրադարանում ունեցել է Մարկիզ դե Սադ։ Ես Նազենի մոտ խոսակցության մեջ տեսա։ 13 տարեկանում տես վերցել է 13-րդ գլուխում է, չէ՞ կարծեմ։ Հա, 13 ու վերցնում է ու կարդում է, էլի ուզում ասեմ մամաներից է պաստորեն գալի լրիս պատմությունները բաննա իմ մոտ էլ բայց մի հատ դու աթեիստ ես կարծում եմ ոչ բայց հետաքրքիր պատասխան է իմ մոտ էլ բաննա հայոց եկեղեցու պատմության դասատուն է մեղավոր որ դու աթեիստ ես բաններ այդ հետաքրքրել հակառակն էր որ դա եկեղեցի դասատը մեղավոր ինքը սիրում է Մարկիզ դե Սադ բաններ այդ общество մերտեղ պայթում Ստիվեն Ֆրայի կերպարը մի անգամ բանին ասում է այդ Կիցինգին ասում է если хочешь вырастить атеиста дай ему церковное образование շատ էս բան հա вот հակասություն է գալի էլի Իսկ դու вообще խմելու այդ ծեր չունես, չէ՞։ Вообще։ Իսկ չի լինում տենց։ Ընդհանրապես 50-50։ Բայց չես խմել երբեք։ Օղի երբեք չեմ խմել, Հա։ բայց խմիչքներ առհասարակ չեմ սիրում։ Ոչ թե տենց չեմ խմել եմ, փորձել եմ, բայց որ ասեմ տես խմել եմ։ Ասիկում անում եմ ու հետ եմ տալի։ Բայց այդքան նայ կոստերս գրականությունում այդքան ռոմանտիզացված է խմելը։ Սա դա կեսա ալկոգոլիկ է, բան երբեք հետաքրքրություն չի եղել, տիպ այդ ինչ են իրեն դու շոտ կլինի, էլի, Հեմինգվեյ ալկոգոլիկ չէր։ Հա, իմ սիրած հեղինակների մեջ, այսինքն իմ գրքերում զարմացած գրողների մեջ դե հա կան։ Բանը ռիմարկը ալկոգոլիկ չէ, սա էլ ալկոգոլիկ է։ Դե այդ նույնն է, որ ասում եմ Ռեմբո բան, դրանց մոտ աբսենտը համարվում էր տենց բան, էլի։ Բայց կոմոդ երբեք տենց հետաքրքրություն չի առաջացել, տենաս այդ ինչ էր իրանց համար։ Դե փորձել եմ իրականում, եղել է որ տենց ինչ որ հարբած վիճակում եղել եմ, բայց որ ասում տենց հարբել եմ, բան տենց չէ, էլի։ Պրոստը իմ մոտ այդ մի կումն էլ է հերիք էլի, որ ամեն ինչ ընկնիր տեղ էլի։ Այդ բանը, կստати, ես ուզում եի ասել, մոռացա այդ Լուիս Կերոլի հետ կապված բաներ։ Մի մոմենտ ես օֆիսում եմ աշխատում, այդ իմ ամենաատելի պերիոդն է կյանքից, որ տիպ ես փորձում եմ մեծ մարդ ձևացնել ինձնից ու չստացվեց։ Ու ամեն անգամ որ ես գնում եի գործի, հենց այդ շլագբաումը մոտ որ պետք է մտնեի տարածք արդեն մեր օֆիսի, ընդ պատի վրա գրած էր բան Ալիսայից ցիտատ, բան нужно бежать изо всех сил, чтобы оставаться на месте։ Ոսած այն ամեն անգամ ես կարդում ես ու ինքս անվերջ դժոխք կա քո համար, էլի այդ գիտակցում այդ ֆրազայի։ Այդ նույն սպիտակ թղթի մասին է, օրինակ ինքը ունի մի հատ գործ ունի, այդ որտեղ բանն է, ասես լրիվ դատարկ թուղթ է ու տակը գրած է օվկիանոսի քարտեզը։ Այսինքն էլի օվկիանոսի քարտեզը, էլի հա, քարտեզը։ Կստати, բեկել բանը, ասեմ շո ռանդոմ ռեֆերենսներ եմ բերում, այդ բանի հետ կապված, այդ Մագրիտի հետ կապված մի հատ բան կար, պարսկական կինո կար, այդ նի ֆիլմ գիտես դրա մասին։ Չէ։ Իր ռեժիսորը, որի անունը ես իհարկե մոռացել եմ, իրան Պարսկաստանի կառավարությունը արգելել է կինոնկարի ու տնային կալանք տվել։ Ու ես մարդը վերցրել։ Պանահինի մասին չի։ Կարող է պանայիններ, բայց ծև էկրաններ, հա։ Պրոստը ես վախում եմ ասեմ, որ հենց պանայիններ, որտեղ մի քանի հատ դեպք ա եղել, որ արգելել են, դա հաճախ պրակտիկա է, կարող է կարող է հենց ինքներ։ Մեկը գրեք կոմենտներում։ Կարոջը, ու ինքը բան ա արել, վերցրել է պրոստը իր կենցաղն նկարել, ոնց ատամ մակրոն։ Դա ինքն է, իշքան գիտեմ պանայինն է։ Ինքը սաղ նկարել է, ու անունը դրել է հենց Մագրիտի վրա հղվելով, որ this is not a film, ուղարկել է մատերիալները, մոնտաժն արել, ու ինքը մրցանակներ ա գրել։ Երբ որ տիպը կինոն կարևոր չի, ակտն ա կարևոր է կարևոր է դեմ ասում էլի, հա։ Ու իրականում այդ որ սկզբից որ խոսում ենք, այդ վերջին հաշվով այդ գրելու, այսինքն այդ process-ը ավելի կարևոր է իհարկե, քան թե դրանից վերջում քո անունն ես գրել։ Ես վերջերս ստրիմի վաղ բանի Ջոն Քեյջի օրինակն եմ եկել բերում, դա էլ է հենց ֆորմայի էլի, 4:33-ը իր։ Հա, որ չի նվագել, հա, դա հայտնի բանն է, հա։ Շատ լավ է։ Ես դաժան բան որ պատմում եմ, 4.5 րոպե, որ դաշնամուրի առաջին այդ օրկեստրներն, գիտես չէ, նվագել են, օրկեստրներ նվագել են այդ գործը։ Գժանոց պրոբլեմ։
եկանք իմ սիրած թեմային, էլի, սկզբից էլի հետ եկանք այդ չգրելու բանի թեման, այդ զրոյացումը։ Ես չի ասի, որ դա չգրել է, էլի։ Ես այդ օրինակ դեմ, Ջոն Քեյջը հանրահայտ դաշնակահար է։ Ջոգմես խոսքի ինչքան բանը կուրիոքինը ինչքան էլ գիժ լինի, բայց դու գիտեիր, որ ինքը գժանոց երաժիշտ է, որ ինքը մի հատ իմ սիրած վիդեոներից է ինտերնետում սաղընկերներից ուղարկել էի բան, մի հատ տենց բան կար, սովետական հաղորդում կար, մուզիկալների ու ընդ բանը կուրիոքինը դու հաստատ գիտես, բան, հա, կուրիոքինը գալիս է այդ պոպ մեխանիկայի հետ, իրա գալիս է ընդ ելույթ ունենա։ Ու սկսում է Կուրիոքինը կուրիոքիտնություն ալ, դե պայտակ ցոյը պրոստը գիտարա է, դա նվագում գնում է, բաց, ասես վիճակա, ինչ որ պայտակ շումի բան, դες ու ընդ սովետական ինտելիգենտ մասա է նստած, ընդ մեկը ելնում ասում է, ինչ է քաղաքել, բան, մեկը ելնում ասում է, ձեր արարածը նորություն չի, 50-ականների շումիստներ արդեն այս աղարել են, բաց, ասես վիճակա, ու պայտակ այնքան են իրան քլնգում, ասում է Здесь курьёхина, давайте я вам просто на рояле сыграю. У нас дома у гжанос техника, у меня сильно вагума, вот типа со сквек технера, или типа ми вот так чем կար։ Բան абստրակցիոնիստներն են, որ շատ լավ ռեալիստական նկարներ են նկարում, բայց իրան գալի հասնում են այդ պահին, որ իրանք օրինակ բանն է, նուրն էլ, չգիտեմ ինքը ոնց է ռեալիզմ նկարում, բայց այն անգամ ասում էր, տիպը օրինակ այդ բաները որ ցույց էր տալիս, ոնց է Porsche նկարել կամ չգիտեմ, ինքը ասես ես նույնը կարամ շատ ռեալ նկարեմ, էլի նայես երևա Porsche, բայց ասած էս է իմ, էլի, էսի ավելի հետաքրքիր է իմ։ Դե հա, պետք է նոր բան գտնես։ Բայց դա տեխնիկային իհարկե տիրապետում է ինքը, բարձա որ տիրապետելով պետք է գաս հասնես դրան։ Հա, այդ է, էլի։ Հետո բանն է, գիտես ոնց է, ես միշտ նախանձում եմ այդ նկարիչների այդ կրթության մասին, որ իրանց մոտ դա նորմա է, ու գրողների մոտ էլ պետք է նորմալ լինի, որ տիպ այդ որ դու ասում ես, այս ինչի ոճով նկար, բան գրում էինք, այս նկարիչների մոտ դա ստանդարտ է, դու սկզբից վերարտադրում ես ինչ որ մեկի ոճն ես հավերս։ Հետո անում ես քոնը։ Մեր մոտ բաներ, տենց առարկա կար լիտերատուրնի չտենյա, որտեղ մենք տիպը ինչ որ ռասկազներ ենք կարդում, ու պետք է այդ ոճի մեջ գրեինք։ Ու այդ ես կասեի միակ բանն էր, որ մեզ սովորացնում էր գրել իսկականում, ու հետո բաներ, ընդ ինչ որ կոնֆլիկտ էր կաֆեդրաների ու փագեցին այդ առարկան։ Մենք գնացի դասախոսի մոտ, վերցրեցի պրոստը ծրագիրը ու սկսեցի հավաքել մարդկանց, ու մենք պրոստը շարունակեցինք անել, ու դրանից Սլավյանսկի ոչ օֆիցիալ, բանը լիտերատուրնի կլուբը սկսեց, որը միջև հիմա գոյություն ունի։ Լուրջ։ Հա, դա արդեն գրողներ են ընդ եկել, բան, հա, կարելի ասել քո ստեղծածն է, այդ իմ քիչ ստեղծած բանից է, որով ես սպարտանում եմ, միջև հիմա կա, բայց իհարկե մի քիչ բան կա, որ ես ժամանակ միջև հիմա գնում եմ նայում ինչ վիճակա, որ հիմա ինքը դարել է իսկական տենց գրականական ակումբ, իսկ այն ժամանակ ես նես չի էլի որ գրականությունից լավ է։ Տեսնե տրադիցիաները պահում են թե չէ։ Չէ, ես ավելի շատ տենց ըմբոստան, բայց տրադիցիաների հետ կապված բաներ։ Ընդ իմ ոչ ես կյանքում մի քանի հատ տենց դասախոս եմ ունեցել, որ ման ա եղել իմ համար, մենտոր ա եղել էլի, որ շատ կարևոր մարդ ա եղել։ Հիմա էլ ունեմ, ինքը դասախոս չի, բայց արդեն տենց պրոստը, այդպես աշխատող մարդն է, մենտորը։ Բայց իրանից մեկը եղել է Լիլիթ Մելեքսյանը, որ պրոստը ինձ ուղղորդել է արվեստի ուղղությամբ, գրականության մեջ կույկետադությունից մի քանի պատմված կանտարես այն ժամանակ ուղարկել էր, ինքը թարգմանել էր ռուսերեն։ Լավ էր թարգմանել դզած։ Դե ինքը հզոր դեմք է ու ասում եմ, ինքը sense իմ սախ ըմբոստացումը ուղղորդում էր կրեատիվ տեղեր, ինքը ինձ սովորացրել է, որոնց ես իմ վատ կողմերը օգտագործեմ ստեղծագործության համար։ Ինքը այդ առումով իմ համար շատ կարևոր մարդ է ու ինքը, բայց այն ժամանակ ես իրան չէի սիրում, որտեվ ինքը տենց որ առաջի անգամ ես իրան տենում, ինքը տենց մի քիչ մանիարաներ ունի, բան, մտածում եմ լավ, ինչ գրականություն, ինչ բան։ Ու բան այդ լիտերատուրնի կլուբ որ բացրի, իրան բացրի ըմբոստանալուց, որ ես ուզում եմ գրեմ, չեք թողում գրեմ, ես նես չի որ գրականություն կուրսի եմ, էլի, պրոստը ուզում եմ գրեմ ախպեր։ Ու ինքը բան ինձ զանգել է, ասում է, բան, ես ինչ ես անում, բան, ես էլ բան եմ, էլի, զավ կաֆեդրին եմ գրականություն, ուզում եմ մի հատ գամ ներկա լինեմ, ասեմ լավ, հեսա գամ կաֆեդրա կխոսանք։ Գալիս եմ ու ես շատ լուրջ ընկալող մտել եմ ընդ, ասես ես մտնում եմ իքիստելով ասում եմ, այ դա ո՞ս, ինքն էլ էլի, դա գիտեր որ ես լավ ուսանող չեմ։ Ու մենք խոսում ենք, ասում լավ, կարակ գաք մեր բան ոնց որ դասերին, բայց մի պայմանով դուք ընդ դասախոս չեք ու երբեք դասախոսի տեղում չեք նստում, ես եմ ընդ նստում։ Լավ է։ Շատ մեծամտություն կար այն ժամանակ մեջս անիմաստ տեղը։ Ու հետո ես ավարտեցի ինստիտուտը տարիներ հետո մի անգամ եկա պրոստը որպես սյուրպրիզ անեմ մտալի ջարնուկու ու տենում եմ ինքը մեկա հետևն անստած լուրջ ես ոնց պայմանավորվել ենք Դա դե բլին լիցուրն ուրիշ մարդ է ոչ մոտիկ ընկերա մտածում եի որ այդ ոչինչով չանելով ինչ որ բան անելու պահ է էլի տեսակ սպիտակ թուղթը թողելով գրում են չէ կամ դու փիլիսոփայական միտք կտանում էլի իրա մեջ ինչ լավ կներես տենց երկիրը կառավարային Այդ всё же մի հատ sense ֆակտ կա էլի որ արվեստը все-таки միշտ post factum է
Ягում ես չեմ ասում։ Բանը այդ Andy Warhol-ի վերագրվող այդ ֆրազան աստ է աշխատում, որ ասում է art is getting away with it։ То есть просто սպիտակ թուղթ թողարկելը չի աշխատի, եթե այդ չընկալվեց որպես բան։ Просто պիսուարը ֆրցնելը չի աշխատի, եթե չընկալվեց որպես արվեստի ստեղծագործություն, էլի, այդ պետքա post factum որոշվի։ Պետք է ինչ-որ ձևով ասել, որ դա արվեստ է, էլի։ Ինչ-որ մարդիկ պետքա համաձայնեն։ Պետքա համաձայնեն։ Արվեստը կրոնի նման բան է։ Պետքա մարդիկ կոլեկտիվ համաձայնեն, որ այս գոյություն ունի, որ ինքը կարողանա աշխատի, թե չի աշխատի։ Դե բայց բան չի, դա մի քիչ։ Օրինակ նայ, այս ավետի գրած տողերն է։ Հա։ Իմ համար ինքը բան է, տենց արվեստ արդեն, չէ՞։ Բայց ինչ որ ցանկացած մարդ որ գա նայի, չի հասկանում։ Դու եթե վաղը մեռնես, ինչ նայես արքիլու արվեստ, եթե քո անկալումից բացի ոչ մի բան չի։ Այ հենց դա, իմ համար է ինքը, էլի արվեստ ոնց որ։ Դե այդ չաշխատեց այդ որպես էլի։ Պետք է ինչ որ բան լինի, կոնսենսուս լինի։ Տենց է աշխատում։ Հա, հա։ Բանա, ձանձրացել ես արդեն մեզից։ Ֆիլմերից կարանք խոսանք։ Կարանք ինչ ֆիլմերից խոսանք, հա։ Որ հայկական սերիալներ նայում ես։ Սոնայի վարդը։ Սոնայի կայֆը։ Абսուրդը տեղից են վերցնում ես էլի։ Բանա, դու որ գնացել ես այդ կինոգետի բանա կարծիքով ստանալու դու գիտակցած ես գնացա դու ուզում էիր հենց կինոյի հետ կապված ինչ-որ բան։ Ես սկզբից ռեժիսուրա եմ մտածում ընդունվեի, բայց հետո տենց կինոգիտություն, հետո հասկացա որտեղ իմ համար հավեսա գրելը առհասարակ ու որոշեցի որ տենց էդի բավականին կապված է գրականության հետ ու տենց ինձ հոգի հարազատ էր էլի չես մտածել սցենարներ գրելու մասին որտեղ իմը առաջարկում էին առաջարկել են էլի բայց տենց որ տենց մտքից չի եկել էլի մի բան որ գրեմ իմը շատ տենց վերացական ավելի տենց պոետիկ է այդ ամեն ինչը չեմ կարծում էդի որտեղ էդի պետք է մի հատ լավ առհասարակ ինչ-որ մի ոչի մեջ գրելու համար դու պետք է այդ տեխնիկային լավ տիրապետես հարմար սցենարի մեջ ինքը բացի են որ ստեղծագործական է ինքը նաև ունի օրենքներ հա ինքը շատ ֆորմատային է ճիշտ ֆորմատով է էլի ինքը դա համար այտենց գնաս մտնես այնտեղ առհասարակ չնայած նայած եթե դու ինքդ նայ եթե ինքդ քո համար սցենար գրեր ինձ թվում է շատ լավ կաշխատեր որովհետև տենց հայտնի դեպք կար որ մեզ դե բացատրում էին որ սցենարում դու կարաս գրես մենակ այն ինչ որ կարելի է նկարել ոչ մի մետաֆոր գրականությունը մի կողմ դրեք մենակ այն ինչ որ կարելի է նկարել բայց նաև օրինակ էին բերում որ Դավժենկոյի մոտ սցենար կար որը սկսում էր sense տիպը рассвет еще рассвет рассвет которого свет не видывал это իր սցենարն է Փարաջանովի մոտենել են Փարաջանովի մոտել կայտած օրինակները տենց է որ տենց ինքը շատ պոետիկ ձևով գրում է իդեպ դա տպագրվել են իր սցենարը որ կարդում ես ինքը ավելի շատ ոնց որ գեղարվեստական բանաստեղծական ինքը իր համար էր գրում որտեվ հա ինքը որտեղ որ գրում է քո ասած ռասվետի մասին բան ինքը գիտի այդ ռասվետը ոնց է նկարվելու բայց որ տա մեկին որ ռեժիսորին որ պետք է նկարի ռեժիսորին դες հայտնի անեկդոտ կար որ Աթանեսյանն էր մեր մոտ Աթանեսյանն էր մեր մոտ դաստալի Սվոլչի ռեժիսորը ու вообще ռուսական դες հայտնի պրոդյուսերը ու բաներ ինքը պատմում էր տես անեկդոտ է Փարաջանովի մասին, որը կարող է իրականում եղել է, բայց Աթանեսյանը դες այնքան բաներ պատմում, որ ամեն ինչ ես կարող հավատաց։ Հետո շուտ ասում եմ մի անգամ Փարաջանովը դες կռվում է ինչ որ օպերատորի հետ, ասում եմ ոչ մի գնացի հաց ուտելու, չի ամ ինչ որ սցենա 47 նկարեք, ես գամ որ նկարած լինի։ Գնում եմ հաց հատում հետ է գալի, դնում ես նրանք նստած են պրոստը, ասում եմ նկարել եք, այս օպերատորը ասում է չենք նկարել։ Ասում եմ խի չեք նկարել, ինչ էստե չեք կարացը նկարեք։ Сами по себе монашки подходили к камню и оставляли на нем свою золотую печаль. Вы что, не умеете снимать золотую печаль? Оператор сказал, че, это мы умеем. Мы не поняли сами по себе монашки. Արիո ջագի ինչ նկատվեց, էլի։ Փարաջանի դեպքում տենց էր ինձ թվում ամեն ինչ։ Իսկ դու ինչ հոբիներ ունես բացի գրելուց։ Չէ, դե գրելը այսքան ինքը որպես մասնագետ։ Կներես։ Ինչ սխալ հասկացա։ Դե այդ մասնագիտությունն է, բայց հոբիներ ինչ։ Մասնագիտություն չի, հետաքրքիր է։ Չեմ կարող ասեմ որ գրել իմ մասնագիտությունն է, հա։ Դե նու Չեմ ուզում պաթետիկ ասեմ, չգիտեմ, այ ոնց կարելի է գրողին ասել, էլի, որ դու, նու, ասենք դու գրող ես, ոնց դիմես քեզ որ ճիշտ լինի, էլի, ոչ էդի հոբի է, ոչ մասնագիտություն է, ինչ այդտեղից մայական չի արդեն։ Հա։ Կյանքի ոչ է երևի ավելի շատ, հա, տենց։ Ինչ որ հա, ապրելակերպ է, չգիտեմ, պրոստը տենց դրանով ես զբաղվում էլի, հա։ Հոբիներ, չգիտեմ, հիշում եմ այսինքն հիշում եմ որ շատ բասկետբոլ էի սիրում խաղալ ու ագին նես պարապում էի խաղում որտեղ շատ սիրում եմ եւ իմ միակ ու շուտ մահացած հոբին էդ է եղել
հոբի ես իրականում մեկ-մեկ որ ինքս էլ մտածում եմ չեմ կարող ասեմ որ շատ հետաքրքիր մարդ եմ այդ առումով էլի օրինակ մարդիկա չէ գնում են չգիտեմ էքսկուրսիաներ սարեր բաներ вообще չկա էլի միակ բանը ավոյ ասած սա մեռելների մոտ գնալն է բայց դա էլ վատ հոբի չի հետաքրքիր է հերիք չի գնում եմ այնտեղ մեկ էլ որ կեղտոտալ եմ սում մարդ ատնի շորտս բաներ այս շոմեն վիդեո որ դու բան Մայկովսկի արձանի մոտ բաներ բանաստեղծությունների կարծում ես բաներ ունեմ դա հոբի է գերեզմանների համար գիտ կարդալ հոբի է դա էլ է հետաքրքիր դու բանա դու նաև рэպի ես օքեյ լրիվ տիպը դու անցալում ես իրան որպես լեգիտիմ ժանր դու խնդրեմ չունես դրա հետ ինչը այդքան հաճախ չի հանդիպում էլի գրականության մեջ բաներ հենց դու մենակ հայկական рэպի այդպես սեր ունես թե ընդհանրապես մուսիկական լսում հա բայց որ ասեմ տենց բան եմ մասնագետ կարամ ասեմ բան չէ բայց օրինակ կարամ հաստատ ասեմ որ օրինակ իմ մոտ ընկերը շատ Միշոն հայ գրականության ժամանակակից գրականության պոեզիայի համար շատ ավելի շատ արե քան ինձ ծանոթ ճակերտերում բանաստեղծներ հա համաձայն եմ որովհետև գիտես ինչ բաղ կա որ այսինքն ոչ թե рэպի համար որ ինքը իմ համար առաջինն է չի քննարկվում բայց յեմբելով բան գրականության մեջ բարի հանդեպ իր վերաբերմունքը ել եմ ասում շատ գրողներ կերազեն ու հետաքրքիր որ մենք մի ժորի հետ խոսում ենք ես իրա նաև մեջ ինչն եմ շատ սիրում որ ինքը կարա օրինակ ես իրան կարամ ասում գիտես ինչ մտ նոր բան եմ կարդացել ինքը ասես իմ հետ կկարդաս օրինակ կարդամ օրինակ ես իրան ասենք Խլեբնիկովի մասին եմ պատմել այսինքն գրողներ որոնք էս լեզվի հանդեպ բանը ինքը այն քիչ մարդկանցից է այդ ժանրում իմ համար որ ես ծանոթ եմ որ ինքը հա կգնա ու կկարդա այդ իրան շատ է երևում դու իրան կարածես տարի տենաս ոնց է այդ մարդը զարգանում աճում դա շատ կա ունես հետաքրքիր է բանը օրինակ рэպերների մեջ շատ եմ նկատես վերջերս էլի քո հետ որ կապ կար Դավիթ Աղաջանյան չգիտեմ ՀՏ Հայկոն Միշոն լիքը հաստատ կան էլի որ այդ պակալինիայի իրենք էլ շատ սիրում եմ շատ լավ ընկերներ են այդ պակալինիայի ոնց որ դու բանը կաս էլի սա հետ կապողողակ հետաքրքիր է որ բանը Միշոն ինձ որ առաջի անգամ ես տենց իմ գիքի եմ նոր որ ծանոթացել ենք ինձ իր CD-ներ նվիրել ֆրենգել էր բարերի բարե Արամին շատ լավ բաննա ոնց որ գիտես ինչն է դու իմ ասիր ես դրա մասին մտածում եմ որ այդ նույնիսկ կլիպ կլուբը որ բացում էի Զլանսկում իմ համար ես բան այդ ժամանակ մի ուրիշ կարգի ֆանատ էի օբշեստվի որտեղ բայետա հիմա մի քիչ վերաբերումս փոխել եմ էլի սիրում եմ այդ կինոն բայց այն ժամանակ ինքը ինձ շատ էր ոգեշնչում էլի որ ընդ գրականությունը որպես կրուտոյ բաներ ներկայացում որովհետև դե բարդա չէ որ 90%-ով դու ինչ բանաստեղծությունը այդյան շարֆիկներով տուֆտա բանն է էլի հոգնած հա նվտղեք բանա ու դրա համար այն որ Միշոն ինչ որ բանաստեղծական միտք էր բերում ու ինքը cool է այդ իսկականից ես հիմա մտածում որ այդ է շատ մեծ ազդեցություն որ տիպը բանաստեղծական ֆորման օգտագործել է էլ տենց զամշել ինչ որ նավթարինովի բան չի էլի հա իրականում գիտես ինչ այդ ամեն ինչի մեջ մենակ տողը քիչ է այստեղ շատ կարևոր է մարդու խարիզման մարդու ձայնը էներգիան որտեվ դու կարաս վերցնես նույն Մայակովսկուց շատ այնց մասկուլին տող ու իրան տենց սարքես ինչ որ նվնվ բան ու հակառակը դու կարաս օրինակ հանճարեղ բանաստեղծ բլոկից մի բան կարդաս օրինակ դվինացից իր պոեմը հանճարեղը դու ունես կարդաս որ ինքը զգացվում է որ այդտեղ այդ էներգիան կա բայց ասենք իր կերպարը չի համապատասխանում որտեվ ստե շատ կարևոր է երբ որ համընկնում է նաև քո մեդիա կերպարը ու քո տեքստը օրինակ կան գրող կան օրինակ բանը рэպերներ որ տենց իրանք տենց շատ տենց ել եմ ասում մասկուլին գրականություն են վերում բայց իրենց տեքստերը որ լսում ես որ դրա вообще կապ չունի էլի այդ ամեն ինչը բայց ինքը տենց է ներկայացնում իբր տենց հետո շատ կարևոր է որ դու բան լինես այդ որ ասում եմ կարդումը ու աճումը որ դու հասկանաս որ լավ այս ամեն ինչի շուտ ես գրել եմ կամ
այդ որակը ունի ախր որ ես այդ մասին պետք է երգեմ որտեղ մեկ-մեկ դու հասկանում ես որ մեկ-մեկ հանգեր են ստանում են գալիս է գնում է բանը այն որ բնում է իրան թվում է դեպի հանգա ու բարի հանդեպ է ռիֆմոնագլագով է շատ այն հայերենում էդի ամենավատն է բայց բանն էր ասում է գնում է էդի հանգա օրինակ ես շատ եմ այդպես բաները տենում որ ու գիտես ինչն է այն սպանում որ ես հոսքի рэպերի տեքստեր եմ նայում ու ինքը մեկ էլ sense գժանոց ինչ որ պանտորիֆմա է օգտագործում որ ասում լավ դու ջոգում ես ու հետո երկու տող հետո ինքը սկսում է այդ քո ասում է գնում է ություն խոսքի հա ստացում չէ կոմոդ հանգարցակի հա ստասում է էսի պրոստը տես զուգադի պերություն ես խմում եմ 80 դա քո բաչի բանը բայց գիտես ինչներ է տակշկիր որ առաջ որ Renault էին սկսում տղեկ այդ հայ տղեկ բան այն ժամանակ էլ կակրած չկար էդի ավելի քիչ էր էլի խոսքի սենց կար вообще դες այն ցած տեքստեր խոսքի ինչ կանգեր բան չէ դու ասա կոֆե խմես ախպեր հա բրատ նոր եկա բան ինչ ասես բաներ էլի դե գիտես ինչ որտեվ այն ժամանակվա այդ քո ասած 0-ի ու ոչ մի բանի ու համեմատ դա իհարկե ինչ որ հետաքրքիր է որտեվ լուբոյ ժանր ինքը ինչ որ ճանապարհ է անցնում բայց դա ճանապարհին ինքը չի կարա միանգամից լինի այն ինչ որ հիմա ինքը կա օրինակի համար parza որ այդ բայց դրա շնորհիվ է որ հետո դու դառնում ես այդ բանները ադամանտ ես դառնում թե չէ պրոստը միանգամից դու ոչ միջակ կարաս լինես ոչ լավը հա միանգամից հետո ոնց որ հասարակության ընկալումն էլ է տենց գալի ոնց որ դու գալիս ես սկզբից այդ ամենամագերեսային որ մենք պրոստը բրիֆ ու բիթի տակ ինչ որ բան ենք անում հետո ինչ որ բան մենք ասում ենք լավ իսկ էլ ինչ կաստե մյուս խոսքը երբ հանելու հետո գալիս է արդեն չեմ արագ չիտկա է պրոստը հիմա նույն բանա բայց մենք արագ ենք անում հետո լավ մենք հիմա արդեն բան չենք հասկանում դեր ասած հետո հետա գալի էլի բայց հիմա արդեն մենք ռիֆմայի վրա աշխատում ենք հիմա ինքը վդրուկ դառնում է պրոստը ռիֆմայի ինչ որ տենց վարժանք հետո դրա մեջ իմաստն է գալի то есть այդ սաղ էտապները մեկը մեկին բերում են ու մարդկանց ճաշակ են սովորացնում դրանով ու ինքրանք рэպերներն են ինչ որ բան իրանք հոգնում են նրանց ինչ որ անում են իրենք ուզում են ինչ որ նոր բան սովորեն Ես շատ եմ նկատել հիմա որ բանը падաչան շատ միօրինակ է բոլորի մոտ այսինքն ոճային առումով ոչ դե ես ինչքան լսել Վլիանյան շատ է վլիանյանները շատ են դու ոնց որ միշտ կարաս տրեյս անես որտեղից է գալի այդ որտեղից է օրինակ իմ համար որպես մարդ որ գրում է օրինակ իմ համար շատ կարևոր թե ումից ես դու ազդվել այսինքն եթե դու ազդվել ես քո կողքի рэպերից որը մեկը բանը մեկը լիդեն սովորացնի ոսպիտի рэպ կարթա իրենից ես ազդվել այդ վատա ազդեցությունն էլ դու պետք է այնքան մեջը ճաշակ ունես իմանաս որ հեղինակից ես դու ազդվում ես եմ միշտ դրա կողմնակից որ ես օրինակ որ ստենդափի մասն ենք խոսում ես ասում եմ տիպը եթե դու չես նայում տիպը քեզ ինձ առաջ ինչ արվել կամ համաշխարհային ինչ մեծ ստենդափերն եղել պատմության մեջ դու մեկա գողանալու ես բայց չես իմանալու որտեղ ու շատ հավանաբար գողանալու ես վատ տեղից ու շատ ժամանակ գողանալու ես նրանից ով գողացել է ինչ որ վատ տեղից չէ դա հա էլի մեծ մասով հա չէ ոնց օրինակ հիմա ասեմ դու ոդքասթումից ես ոգեշում ասես նվերից դրան էլ ասի աշոտից օրինակի օրինակա բայց նաև կա ուրիշ էֆեկտ որ տիպը օրինակ կոմիկների մեջ մենք սա մի կուտորք ենք իրար շփվում ենք մենք անխուսափելի անգիտակից վերցնում ենք թեմաները կարա լինեն թեմաներն Պադաչանել դու մեկ էլ բայց ոճն է կարևոր որ քո ոճը ինչ որ այն որ մենք խոսում ենք որ գրողներ կան որոնք օգտագործում են ինչ որ կոնկրետ բառապաշար որ դու ունենաս քո բառապաշարը բայց որ բառապաշարն էլ է նույնը ձայնն էլ է նույնը խոսալն էլ է նույնը ոչ մի անհատականություն չկա էլի այդ վատա իսկ բանա вообще դու կարող ես ինչ-որ բաներ ունես ձայնագրած բան ինչ-որ տենց ժամանակին կարող ես բզբզացել ես ռեփ չէ որտեվ շատ մարդիկ կան իրականում հիմա դե ռեփն այնց բանա որ ինքը ավելի հեշտ է մյուզիկի մեջ ես իրանց հետ ընկեր ունեմ Նարեկը Նարեկի եղբայրը այդ բանում էր հայ թիմում էր ու տենց այն ժամանակ որ ես 20 տարեկան էր իրանք արդեն հայտնի էին ես գնում գալիս էր բայց իմ համար տենց այսինքն ծանոթ չէ իրանց հետ ես Միշոյի ծանոթացա որ ինքը գրախանութ մի անգամ եկավ քնոջ հետ ու տենց ծանոթացանք ու տենց ընկերացանք հասկացանք տենց էլի բարի հանդեպ նույն անյայով ենք տարապում հետո Միշոն էլ է սիրում բառախաղեր բան հա տենց դե ինքը դա գործն է ինչ որ առումով այսինքն բառախաղը չգիտեմ կարծում եմ տենց օրինակ իմ մոտ ոնց որ երբեմն դառնում է ինքնանպատակ բայց ես օրինակ իր ինչն եմ շատ սիրում որ ինքը միշտ իր
բարի հանդեպ նույն հավատարմությամբ է Ուշադիր մնացե, է, ուշադիր, հա, ու չի անում են ինչ որ հա, ասենք մեկը կա որ բառախաղ է անում։ Իսկ ինքը անում են ինչ որ ինքն է անում։ Որի մեջ կարող լինի եւ բառախաղ, ոչ սեփական, դե հա, դե ինքը ունի եւ բառախաղ, եւ բան, այսինքն, բայց ինքը դրա հետ մեկտեղ մնում է բան էլի։ Միշոնա մնում։ Так, մենք արդեն պետքա փակենք, որ հասնենք ինտրոնել նվագի, ինտրոնել ձայնագրենք, ինտրոնել ձայնագրենք, в общем, так что մենք բանից փակում ենք։ Не мешайте седатики с алкоголем, не мешайте счастью, не нарушайте покой и не изъявляйте волю, ощущайте боль. Всё, давайте. Մերսիներ։ Քեզ մերսի ցավ։ Մի հատ ժողովրդենք ու ինտրոն գնանք, էլի։ Նկարվենք, բայց չենք նկարվում։ Հա, նկարվենք։